Թղթե աստղերով զարդարված սենյակում մի երեխա մի ցանկություն գրեց, որը հնարավոր չէր փաթեթավորել։ Դա պարզ, բայց խորը մի երազանք էր՝ լինել նկատված, լինել լսված, լինել սիրված։ Եվ հենց այդ պատառոտված ցանկությունից էր, որ բացակա հայրը վերջապես արթնացավ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Երանում դեկտեմբերն յուրահատուկ բույր ունի։ Իհարկե, դա ձյան բույրը չէ, ոչ էլ վառվող բուխարու, ինչպես ֆիլմերում։ Դա ցուրտ օդի բույրն է, խառնված տներից եկող փայտի ծխի մանդարինի բույրին, որը լցնում է փողոցները, ազդարարում ամանորի գալուստը։ Դա դպրոցի պահեստում ամբողջ տարին պահված պլաստմասե տոնածառի բույրն է, այն կուտակված փոշով, որը ոչ ոք լավ չի մաքրում։ Դա դասասենյակները զարդարելու համար օգտագործվող գունավոր թղթի, երեխաների մատներին չորացող սպիտակ սոսնձի, տաքությունից հալվող մոմե կավիճների բույրն է։ Դա արձակուրդների խոստումներով փաթեթավորված հույսի, զարդարված ծառերի տակի նվերների, օրացույցի խոստացած, բայց ոչ միշտ իրականացող նոր սկիզբների բույրն է։ Բայց որոշ երեխաների համար դեկտեմբերը պարզապես մեկ ամիս է, երբ մեծահասակները ձացնում են, թե ամեն ինչ կարգին է, երբ ժպիտներ են ակնկալում, նույնիսկ երբ դրա համար պատճառ չկա, երբ խնդրում են շնորհակալ լինել, նույնիսկ երբ տոնելու բան չկա։ Այդ առավոտ Հասմիկ Պողոսյանի անվան թիվ 15 հիմնական դպրոցը զարդարված էր այնպես, ինչպես վերջին 20 տարիներին։ Գունավոր թղթի շղթաները կախված էին դասասենյակների առաստաղներից, ծուռումուռ, բայց անկեղծ տոնածառի նկարները ծածկում էին պատերը, պատուհաններին կպչուն ժապավենով ամրացված ոսկեգույն աստղիկներն արտացոլում էին արի լույսը, որը համառորեն շողում էր, չնայած կուտակված ամպերին։ Հատուկ օր էր, այն օրը, որը մանկավարժական խորհուրդը օրացույցում նշում էր կարմիր գրիչով ու բացականչական նշանով, ձմեռ պապին նամակ գրելու օրը։ Ավանդույթ։ Ծես։ Մանկական թատրոն։ Երկրորդ դասարանի սենյակում 23 երեխա նստած էր իրենց կրած անհանգստության չափի համար չափազանց փոքր աթոռներին։ Ոմանք բարձր ծիծաղում էին լարվածությունից։ Մյուսները գաղտնիքներ էին փսփսում այն մասին, թե ինչ են խնդրելու։ Կային երեխաներ, որոնք հոկտեմբերից անգիր գիտեին իրենց ցուցակը, կային երեխաներ, որոնք դեռ չգիտեին, կարող են մեծ երազել, թե ավելի լավ է փոքր, իրագործելի մի բան խնդրել, որը չի հիասթափեցնի, երբ չստացվի։ Լիլիթ Մանուկյանը 5 տարեկան էր, շագանակագույն մազերը հավաքված երկու ամփույթ հյուսքի մեջ, որոնք ինքն էր փորձել առավոտյան հարդարել, քանի որ դայակն ուշանում էր, իսկ հայրն արդեն գնացել էր կարոր հանդիպման, նախքան ալը լրիվ կբացվեր։ Լիլիթն իր տարիքի համար էլ փոքր էր, չափազանց նիհար, ըստ մանկաբույժի, որը միշտ մտահոգ դեմք էր ընդունում զննումների ժամանակ։ Նա ուներ մեծ, մուգ աչքեր, որոնք կարծես ավելի շատ հարցեր էին պահում, քան պատասխաններ, ավելի շատ վիրավորանքներ, քան երեխան պետք է կրեր։ Նա դասարանի ամենախոսուն աշակերտը չէր։ Ոչ էլ ամենալուռը։ Նա այն երեխաներից էր, որոնք շատ են դիտում, որոնք ուշադրություն են դարձնում այն մանրուքներին, որոնք մեծահասակները կարծում են, թե ոչ ոք չի նկատում, որոնք կոպիտ խոսքերը պահում են հիշողության մեջ, ինչպես երբեք լավ չափակինված վերքեր։ Նա այն տեսակն էր, որը նկատում էր, երբ հայրն անջատում էր ուշադրությունը, նույնիսկ ներկա լինելով, որը նկատում էր, երբ դայակը հոգնած հոգոց էր հանում, նախքան հարցին պատասխանելը, որը զգում էր, երբ խանգարում էր պարզապես իր գոյությամբ։ Այդ առավոտ, երբ ընկեր Սոնան բաժանեց զանգակներով ու եղնիկներով զարդարված եզրերով թղթերը, Լիլիթն իրենը վերցրեց երկու ձեռքով, կարծես սուրբ բան լիներ։ Սոնան 40 անց մի կին էր, վառ կարմիր ներկված մազերով, ոսկեգույն լաքապատ երկար եղունգներով, միշտ պարանոցին մեծ վզնոց, մի ձայնով, որը կարծես երբեք չէր գտնում իշխանության ու անհամբերության միջ ճիշտ տոնը։ Նա ի բնե չար չէր, ասում էին որոշ մայրեր WhatsApp-ի խմբերում։ Նա պարզապես հոգնած էր։ Ծանրաբեռնված, հիասթափված մասնագիտությունից։ Կարծես դա արդարացում լիներ։ Ամբողջ դպրոցը կուլիսներում գիտեր, որ Սոնան վտանգավոր ուղիով էր ընթանում։ Ծնողների բողոքները լռեցվում էին տնօրենի, տիկին Գայանեի կողմից, որը նախընտրում էր խուսափել կոնֆլիկտներից, պահպանել արտաքին տեսքը։ Ի վերջո տարեվերջ էր, հետաձգված ոսկե աշուն միջոցառում կար անելու, հաջորդ տարվա գրանցումներ կային, դպրոցի հեղինակություն կար պաշտպանելու։ Եվ Սոնան, չնայած ամեն ինչին ուներ արժեքավոր հաղթաթուղթ, նա դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկի հեռավոր բարեկամն էր։ Ազգակցական կապ, որը Հայաստանում դեռ ավելին արժե, քան կոմպետենտությունը։ Երեխաները սկսեցին գրել։
Ոմանք մեծ ու ծուռ տառերով, մյուսները կողքի ընկերոջ գրածը պատճենելով, ուրիշներն էլ տեղում հորինելով։ Հեծանիվ, խոսող տիկնիկ, համակարգչային խաղ, անվաչմուշկներ, շոկոլադներ, նոր շորեր, շուն, կատու, լողավազան, նյութական շոշափելի փաթեթավորելու հնարավոր խնդրանքներ։ Լիլիթը վերցրեց մատիտը, խորը շունչ քաշեց, ինչպես անում էր, երբ քաջության կարիք ուներ, սկսեց գրել. Դանդաղ, ջանասիրաբար, տար առ տար, կարծես յուրաքանչյուր բառ մի տոննա զգացմունք կշռեր։ Նա խաղալիք չխնդրեց, շոր չխնդրեց, հեծանիվ չխնդրեց։ Լիլիթը մի բան խնդրեց, որը խանութում չի վաճառվում, որը շտրիխ կոդ չունի, որը նվերի տուփի մեջ չի տեղավորվում։ Նա գրեց, մատիտի ճնշումից տեսանելի ջանքով. Սիրելի ձմեռ պապ, ես ուզում եմ, որ հայրիկս նորից իսկական հայրիկ դառնա։ Որ ինձ հետ ընթրի։ Որ տուն գա, մինչ ես քնեմ։ Որ գրկի ինձ, առանց հեռախոսին նայելու։ Որ հարցնի, օրս ինչպես է անցել։ Ես գիտեմ, որ նա շատ է աշխատում, բայց կուզեի, որ ինձ էլ տեսներ։ Կողքին նկարեց ձեռք ձեռքի տված երկու մարդուկ։ Մեկը մեծ, մյուսը փոքր։ Հայր ու աղջիկ։ Երբ Սոնան խնդրեց, որ յուրաքանչյուր երեխա բարձրաձայն կարդա իր նամակը, դասարանը դարձավ ծիծաղի, ծափահարությունների մի քանի կեղծ լացի խառնուրդ։ Երեխաների մեծ մասը արագ էր կարդում, ամաչելով, մինչ ընկերները մեկնաբանություններ էին անում։ Ամեն ինչ թեթեր, մինչ հասավ Լիլիթի հերթը։ Աղջիկը դանդաղ ոտքի կանգնեց, թուղթը երկու ձեռքով բռնած։ Սկսեց կարդալ, բայց ձայնն այնքան ցածր դուրս եկավ, որ Սոնան հրամայեց ավելի բարձր կրկնել։ Լիլիթը փորձեց, բայց կարծես ինչ-որ բան կոկորդում խեղդում էր բառերը։ Սոնան այդ ժամանակ կորցրեց համբերությունը։ Պոկեց նամակը Լիլիթի ձեռքից, սկսեց բարձրաձայն կարդալ, մի տոնով, որն արդեն մանկավարժության տակ թաքնված թույն էր պարունակում։ Երբ հասավ հոր մասին հատվածին, Սոնայի դեմքը փոխվեց։ Սկզբում հայտնվեց շրթունքների անկյունում խաղացող ժպիտը, այն վտանգավոր ժպիտը, երբ մեկը թուլություն է գտնում, պատրաստվում է այն օգտագործել։ Հետո եկավ ընդհատումը։ Նա դադարեց կարդալ, հայացքը բարձրացրեց դեպի Լիլիթը, հարցրեց ամբողջ դասարանի առաջ. Սա իսկական նամակ է, թե՞։ Հեռուստասերիալի դրամա։ Երեխաները ծիծաղեցին։ Ոչ թե որովհետև ծիծաղելի էր, այլ որովհետև դա էր նրանցից ակնկալվում։ Ծիծաղեցին ընդօրինակելով, վախենալով, որ հաջորդը իրենք կլինեն, չիմանալով, որ կարող են չծիծաղել։ Լիլիթը կարմրեց, ձեռքերը սկսեցին դողալ, աչքերը լցվեցին արցունքներով, որոնք փորձում էր զսպել, արագ թարթելով։ Նա փորձեց բացատրել կտրատվող ձայնով. Դա իմ երազանքն է, ընկեր։ Դա այն է, ինչ ես ամենաշատն եմ ուզում։ Սոնան չլսեց։ Կամ լսեց ու ուշադրություն չդարձրեց։ Նա շարունակեց, այժմ ավելի բարձր ձայնով, գրեթե ուսուցողական, կարծես կարոր դաս լիներ տալիս։ Երեխաներ, կյանքում մենք չենք կարող անհնարին բաներ խնդրել։ Մենք պետք է սովորենք խնդրել այն, ինչը կարող է տեղի ունենալ։ Քո հայրն աշխատում է, Լիլիթ։ Նա քեզ տուն, ուտելիք, դպրոց է տալիս։ Դու պետք է շնորհակալ լինես, ոչ թե հորինես, թե նա իսկական հայր չէ։ Լիլիթը նորից փորձեց խոսել, բայց ձայնը դուրս չեկավ։ Եվ հենց այդ ժամանակ Սոնան արեց աներակայելին։ Արագ, գրեթե թատերական շարժումով նա պատռեց նամակը մեջտեղից։ Հետո նորից պատռեց։ Ու նորից։ Թղթի կտորներն ընկան Լիլիթի սեղանին կեղտոտ ձյան պես, փշրված երազանքի պես, ընդհատված մանկության պես։ Ուսուցչուհին վճռեց մի սառնությամբ, որը կպավ պատերին։ Այստեղ ոչ ոք ոչ մի երազանք չի իրականացնելու։ Կյանքը հեքիաթ չէ։ Եվ ուղիղ նայելով Լիլիթին, առանց անունը տալու, բայց ուղիղ հոգում խոցելով։ Ոչ ոք դա չի անի։ Ոչ ձմեռ պապը, ոչ էլ ուրիշ մեկը։ Լիլիթը չգոռաց։ Չպատասխանեց։ Պարզապես մնաց այնտեղ, չափազանց փոքր այդքան դաժանության համար, փորձելով շնչել, մինչ կուրծքը չափազանց արագ բարձրանում ու իջնում էր։ Մյուս երեխաները նայում էին, վախեցած, չիմանալով, թույլատրված է խղճալ, թե իրենք էլ կպատժվեն դրա համար։ Եվ այդ պահին մի բան, որը պետք է թեթ ու կախարդական լիներ, դարձավ ծանր ու իրական։
Դասարանից դուրս, դպրոցի լուռ միջանցքում, մի տղամարդ էր կանգնած։ Արման Մանուկյան, 42 տարեկան, Երանում հայտնի գործարար, մի շինարարական ընկերության սեփականատեր, որը վերջին տարիներին աճում էր, միշտ լավ հագնված, միշտ ամեն ինչ վերահսկողի կեցվածքով։ Արմանն այն տղամարդկանցից էր, որոնք հայտնվում են բիզնես ամսագրերում, որոնք հարցազրույցներ են տալիս ձեռներեցության մասին, որոնց հաղթող են անվանում։ Բայց այդ առավոտ նա հաղթող չէր։ Նա պարզապես մի հայր էր, որը ինչ-որ անբացատրելի մղումով որոշել էր աղջկան շուտ տանել դպրոցից։ Նա առավոտյան ժամը 10-ին կարևոր հանդիպում ուներ։ Միջազգային զանգ ուներ նախատեսված։ 1001 բան ուներ լուծելու։ Բայց այդ օրն արթնացել էր կրծքում մի սեղմոցով, որը չէր կարողանում բացատրել։ Մի զգացողություն, թե կարևոր բան է կորցնում, թե միշտ վազում է նվաճումների հետից, թույլ տալով, որ կյանքը սահի մատների արանքով։ Այսպիսով, իմպուլսիվ կերպով չեղարկեց առաջին հանդիպումը, որոշեց Լիլիթին տանել դպրոցից, թեկուզ միայն միասին ճաշելու համար։ Փոքրիկ քայլ։ Գրեթե աննշան։ Բայց որը կփոխեր ամեն ինչ։ Արմանը պատրաստվում էր թակել դասարանի դուռը, երբ լսեց Սոնայի ձայնը։ Նա կանգ առավ։ Մոտեցավ դռան ճեղքին։ Եվ լսեց ամեն ինչ։ Նվաստացումը։ Ծաղրը։ Պատրվող նամակը։ Եվ տեսավ փոքրիկ բացվածքից այն տեսարանը, որը կփլուզեր իր աշխարհը։ Լիլիթը կծկվել էր աթոռին, թղթի կտորները ցրված էին սեղանին, դեմքը կարմրել էր ամոթից, իսկ ամբողջ դասարանը սովորում էր, որ նվաստացնելը նորմալ է, երբ դա գալիս է իշխանություն ունեցողից։ Ցնցումը ֆիզիկական էր։ Արմանը ստիպված եղավ բռնվել պատից, որ չսայթաքի։ Նա, որ երբեք չէր լացում, որ միշտ պահպանում էր ինքնատիրապետումը, զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Դրսից նա անսասան գործարար էր։ Ներսից ուշացած մի հայր, որը միանգամից գիտակցում էր, թե քանի անգամ է ձախողվել։ Քանի ընթրիք է բաց թողել։ Քանի քնելուց առաջվա պատմություն է փոխանցել դայակին։ Քանի անգամ է Լիլիթը փորձել իր ուշադրությունը գրավել, իսկ ինքն ասել է՝ «Սպասիր մի քիչ, աղջիկս, միայն այս հանդիպումը, միայն այս պայմանագիրը, միայն այս գործուղումը»։ Եվ ամենավատ մասը, որն ամեն ինչից ավելի էր ցավեցնում, այն գիտակցումն էր, որ Լիլիթը զարմացած չէր թվում։ Նա սովոր էր թվում։ Կարծես արդեն շատ անգամներ լսած լիներ, որ իր երազանքներն անհնարին են, որ իր կարիքները չափազանցություն են, որ պետք է ավելի քիչ խնդրի, ավելի շատ շնորհակալ լինի։ Արմանը չմտածեց։ Պարզապես հրեց դուռը, մտավ դասարան։ Լռությունն անմիջական էր։ 23 զույգ մանկական աչքեր շրջվեցին դեպի նա, վախեցած ու հետաքրքրասեր։ Սոնան, ինքնաբերաբար արձագանքելով, ինչպես մեկը, ով գիտի դիմակը թաքցնել, ամբողջությամբ փոխեց կեցվածքը։ Ստիպողաբար ժպիտ հայտնվեց։ Ձայնը դարձավ քաղցր, գրեթե մեղրոտ։ Պարոն Մանուկյան, ինչ հաճելի անակնկալ։ Պարզապես երեխաներին կարևոր արժեքներ էի սովորեցնում, գիտեք, այսօր նրանք պետք է սովորեն, որ ոչ ամեն ինչ է մեր ուզածով լինում։ Արմանը չպատասխանեց։ Նա վստահ քայլերով անցավ դասարանը, կանգնեց Լիլիթի սեղանի դիմաց, գրացավ նրա հասակին հավասարվելու համար, հարցրեց ամենանուրբ ձայնով, որ կարողացավ։ Լավ ես, սիրելիս։ Լիլիթը փորձեց ուժեղ լինել։ Փորձեց ժպտալ։ Փորձեց ասել, որ այո։ Բայց շուրթերը դողում էին, իսկ աչքերը չափազանց լիքն էին։ Արմանը, իր մեծ ու զգույշ ձեռքերով, սկսեց հավաքել պատրված նամակի կտորները։ Մեկ առ մեկ։ Դանդաղ։ Կարծես յուրաքանչյուր կտորն իր աղջկա սրտի մի մասնիկը լիներ, որը պետք է նորից իրար միացներ։ Սոնան փորձեց միջամտել։ Պարոն Մանուկյան, ամենայն հարգանքով, կարծում եմ, ճանճից փիղ եք սարքում։ Լիլիթը երես առած աղջիկ է, պետք է սովորի, որ կյանքը սահմաններ ունի։ Ես պարզապես իրականություն էի սովորեցնում։ Արմանը դանդաղ բարձրացրեց հայացքը, դեռ կրացած թղթի կտորները ձեռքին։ Եվ երբ նա խոսեց, ձայնը ցածր դուրս եկավ, բայց մի ծանրությամբ, որը ստիպեց ամբողջ դասարանին սառչել։ Դուք պատռեցիք իմ աղջկա նամակը։ Ամբողջ դասարանի առաջ։ Եվ ասացիք, որ ոչ ոք չի իրականացնի նրա երազանքը։ Ինչ տեսակի իրականություն եք դուք սովորեցնում։ Սոնան բացեց բերանը պատասխանելու, բայց Արմանն արդեն ոտքի էր կանգնել, վերցնում էր Լիլիթի պայուսակը, ձեռքը մեկնում նրան։ Գնացինք, աղջիկս։ Վերցրու իրերդ։ Մենք գնում ենք։
Լիլիթը նայեց հորը, հետո ուսուցչուհուն, հետո ընկերներին։ Նրա աչքերում վախ կար, վախ խնդիր ստեղծելուց, վախ հետո պատժվելուց։ Բայց կար նա մի նոր բան, մի բան, որը նա վաղուց չէր զգացել, զգացողությունը, որ ինչ-որ մեկն իր կողքին է։ Նրանք ձեռք ձեռքի տված դուրս եկան դասարանից, այն երեխաների զարմացած հայացքների ներքո, որոնք դրա մասին կխոսեին մնացած օրը, մնացած շաբաթը, գուցե մնացած տարին։ Սոնայի զայրացած դեմքի ներքո, որն արդեն հաշվարկում էր, թե ինչպես պաշտպանվի, ինչպես շրջի պատմությունը, ինչպես այդ հորը դարձնի չարագործ, իսկ իրեն՝ զոհ։ Միջանցքում Արմանն արագ քայլում էր, Լիլիթը գրեթե վազում էր նրա քայլերին հասնելու համար, կարծես փախչում էր այդ դասարանից ավելի մեծ մի բանից։ Բաքում մի հին ծիրանի ծառի ստվերի տակ, որը տասնամյակներ շարունակ դպրոցական պատմությունների վկան էր, հեռու պատուհաններից նայող հետաքրքրասեր աչքերից, հեռու այն ականջներից, որոնք փորձում էին որսալ, թե ինչ է կատարվում, Լիլիթը պայթեց։ Նա լացեց մի ուժով, որը վախեցրեց նույնիսկ իրեն, որը վախեցրեց հորը, որը երբեք աղջկան այդպիսին չէր տեսել։ Լացեց, կարծես ամիսներ, գուցե տարիներ շարունակ զսպել էր, կարծես վերջապես թույլտվություն ուներ զգալու, փխրուն լինելու, ամբողջ ժամանակ ուժեղ չլինելու։ Արցունքները տաք ու արագ էին գալիս, թրջում էին հոր վերնաշապիկը, դողացնում էին ամբողջ փոքրիկ մարմինը։ Եվ հեկեկոցների միջով, որոնք կտրում էին բառերը, մինչ Արմանը գրկում էր նրան առաջին անգամ վաղուց ի վեր առանց շտապելու, առանց ձեռքի հեռախոսի, որը թրթռում էր։ Հրատապ հաղորդագրություններից, առանց սպասող հանդիպման, առանց փախչելու պատրվակի, նա խոստովանեց ամեն ինչ։ Նա պատմեց, թե ինչ էր գրված նամակում մի անկեղծությամբ, որը ցավեցնում էր, բառերով, որոնք դուրս էին գալիս կտրատված, բայց ճշմարիտ, մի պարզությամբ, որը միայն երեխաներն ունեն, երբ վերջապես ինչ-որ մեկն իսկապես լսում է։ Որ ինքը թանկարժեք խաղալիք չէր ուզում, այնպիսիք, որոնք հայրը միշտ գնում էր, երբ իրեն մեղավոր էր զգում հերթական բաց թողած ուղղորության, հերթական աշխատանքային հանգստյան օրվա համար։ Չէր ուզում ուղղորություն դեպի հանգստյան տուն, լողավազանով ու ճաշարանով, որտեղ նա ամբողջ ժամանակն անցկացնում էր նոթբուքի առաջ, մինչ ինքը մենակ էր խաղում։ Չէր ուզում նոր iPad, վերջին սերնդի պլանշետ, բոլոր խաղերով հեռախոս, այն բաները, որոնք նա կարծում էր, թե փոխհատուցում են բացակայությունը։ Նա պարզապես ուզում էր, որ հայրն իսկական հայր լիներ։ Որ իր հետ ընտրեր, թեկուզ արագ պատրաստվող մակարոն լիներ, թեկուզ պարզ, բայց որ միասին լիներ, զրուցելով, իրար աչքերի մեջ նայելով։ Որ հարցներ, թե ինչպես է անցել օրը դպրոցում, ում հետ է խաղացել դասամիջոցին, նոր բան սովորել է, ուրախ է, թե տխուր։ Որ միասին ֆիլմ դիտեին բազմոցին, թեկուզ մանկական մուլտֆիլմ, որը նա հիմարություն էր համարում, բայց որ մնար այնտեղ, ներկա, միասին ծիծաղելով, հիմար մեկնաբանություններ անելով, լինելով հայր, ոչ թե պարզապես ապահովող։ Որ ներկա լիներ ոչ միայն ֆիզիկապես, ինչպես թանկարժեք կահույք հյուրասենյակում, այլ իսկապես, ամբողջ սրտով այնտեղ, ամբողջ ուշադրությամբ իր վրա, առանց մտածելու պայմանագրերի, հանդիպումների կամ ֆինանսական նպատակների մասին։ Արմանը մնացել էր առանց խոսքերի, կոկորդում այնպիսի սեղմոց կար, որ կուլ տալը ցավոտ էր։ Առաջին անգամ իր հասուն կյանքում, առաջին անգամ այն պահից, երբ որոշել էր, որ հաջողությունը հոմանիշ է փողի ու կարգավիճակի հետ, նրա բոլոր մոտիվացիոն ելույթները որպես հաջողակ գործարար, նրա բոլոր կարևորագույն հանդիպումները, որոնք չէին կարող հետաձգվել, նրա բոլոր միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք ստորագրվել էին թանկարժեք ընթրիքների ժամանակ կարևոր մարդկանց հետ, այս ամենը թվում էր փոքր, դատարկ, աննշան մի պատրված նամակի 5 տարեկան աղջկա համեմատ, որը պարզապես ներկայություն էր խնդրում, պարզապես սեր առանց շտապելու, պարզապես մի հայր, որը հայր լիներ։ Նա ամուր գրկեց Լիլիթին, կարծես ուզում էր փոխհատուցել բոլոր այն գրկախառնությունները, որոնք չէր տվել, շշնջաց նրա ականջին։ Ես կուղեմ սա։ Խոստանում եմ։ Ոչ թե խոսքերով, ոչ թե նվերներով։ Գործով։ Եվ հենց այնտեղ, այդ ծիրանի ծառի տակ, Երանի մի հանրային դպրոցի բակում, Արման Մանուկյանն ընդունեց այն որոշումը, որը կփոխեր ամեն ինչ։ Նա թույլ չէր տալու, որ սա այդպես անցնի։ Չէր ընդունելու, որ ինչ-որ մեկը նվաստացնի իր աղջկան անպատիժ մնա։ Թույլ չէր տալու, որ Լիլիթը մեծանա, մտածելով, որ իր զգացմունքները կարևոր չեն։ Նույն օրը կեսօրից հետո Լիլիթին դայակի հետ տանը թողնելուց համոզվելուց հետո, որ նա լավ է, Արմանը վերադարձավ դպրոց։ Անհապաղ հանդիպում խնդրեց տնօրեն տիկին Գայանեի հետ, 50 անց մի կնոջ, կարճ ու ալեխառն մազերով, քթի ծայրին հենված ակնոցով, միշտ թիտակ թղթապանակ դեմքին քաղաքական ժպիտ։ Գայանեն ընդունեց Արմանին իր աշխատասենյակում, մի փոքր սենյակում, որտեղից հին թղթի նորից տաքացրած սուրճի հոտ էր գալիս։ Պարոն Մանուկյան, ինչ անակնկալ։
Ինչով կարող եմ օգնել։ Արմանը քաղաքավարության վրա ժամանակ չկորցրեց։ Պատմեց ամեն ինչ։ Պատրված նամակը։ Հանրային նվաստացումը։ Թե ինչ էր խնդրել Լիլիթը, ինչպես էր Սոնան վերաբերվել դրան։ Գայանեն լսում էր գնալով ավելի լրջացող դեմքով, բայց երբ Արմանն ավարտեց, նա հոգնած հոգոց հանեց սկսեց այն ելույթը, որին նա արդեն սպասում էր։ Լիովին հասկանում եմ ձեր մտահոգությունը, պարոն Մանուկյան։ Բայց վստահ եմ, որ թյուրիմացություն է եղել։ Ընկեր Սոնան խիստ է, այո, բայց նա երկար տարիների փորձ ունի։ Երբեմն երեխաները սխալ են հասկանում բաները։ Թյուրիմացություն, կրկնեց Արմանը զսպված, բայց վտանգավոր ցածր ձայնով։ Իմ աղջկան նվաստացրել են ամբողջ դասարանի առաջ։ Նրա նամակը պատռել են։ Եվ դուք ինձ ասում եք, որ դա թյուրիմացություն է եղել։ Գայանեն բացեց բերանը պատասխանելու, բայց այդ պահին մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Դուռը թակեցին։ Վարդանն էր, 50-անց մի տղամարդ, նոր ընդունված տեխնիկական աշխատող, միշտ լուռ, միշտ կուլիսներում աշխատող։ Նա ամաչկոտ ներս մտավ, գլխարկը ձեռքերում, ներողություն խնդրելով անհանգստության համար։ Գիտեմ, որ իմ գործը չէ, սկսեց նա, բայց կարծում եմ պարոնը պետք է մի բան լսի։ Եվ հենց այդ ժամանակ պատմությունը ստացավ իր առաջին մեծ շրջադարձը։ Վարդանը սովորություն ուներ։ Նա հեռախոսով ձայնագրում էր աշխատավայրի խոսակցությունները, քանի որ նախկին աշխատանքներում նրան անարդարացիորեն մեղադրել էին բաներում, որոնք նա չէր արել։ Այդ առավոտ նա միջանցքում էր դասարանի մոտ, հեռախոսը գրպանում ձայնագրելիս, երբ ամեն ինչ տեղի ունեցավ։ Եվ նա ձայնագրել էր ամեն ինչ, կարդացվող նամակը, ծաղրը, պատռելը, դաժան արտահայտությունը, երեխաների նյարդային ծիծաղը։ Վարդանը դրեց հեռախոսը տնօրենի սեղանին, սեղմեց play կոճակը։ Սոնայի ձայնը լցրեց սենյակը, պարզ ու անհերքելի։ Արմանը փակեց աչքերը, նորից լսելով մանկավարժության տակ թաքնված այդ դաժանությունը։ Գայանեն գունատվեց։ Եվ երբ ձայնագրությունն ավարտվեց, աշխատասենյակի լռությունն այնքան ծանր էր, որ կարծես պինդ լիներ։ Արմանը նայեց Գայանեին ասաց մի հանգստությամբ, որն ավելի շատ էր վախեցնում, քան ցանկացած գոռոց։ Հիմա նորից ասացեք, որ թյուրիմացություն է եղել։ Գայանեն չոր կուլ տվեց։ Փորձեց ժամանակ շահել։ Ասաց, որ կխոսի Սոնայի հետ, որ կպարզի փաստերը, որ միջոցներ կձեռնարկի։ Բայց Արմանն այլս տրամադրված չէր ընդունելու անորոշ խոստումներ։ Նա նայեց Վարդանին, հարցրեց. Կարող եմ այս ձայնագրության պատճենը վերցնել։ Վարդանը գլխով արեց։ Եվ այդ պահին ձայնագրությունը հեռախոսում մի հոր վճռականությամբ, որը ուշ էր արթնացել, բայց արթնացել էր, Արմանը դուրս եկավ աշխատասենյակից, որոշելով գնալ մինչ վերջ։ Նա դեռ չգիտեր, թե ինչ մեծության խճճվածք է պատրաստվում բացահայտել, ոչ էլ թե քանի այլ երեխա է սպասում մեկին, ով քաջություն կունենա դիմակայելու համակարգին։ Բայց նա մի բան գիտեր։ Չէր կանգնելու, մինչ աղջիկը չզգար, որ արժե երազանքներ ունենալ, նույնիսկ անհնարինները։ Մինչդեռ դասարանում Լիլիթը նայում էր պատուհանից, դեռ ուռած աչքերով, մտածելով արդյոք իրոք ինչ-որ բան կփոխվի, թե վաղը ամեն ինչ կվերադառնա իր հունին։ Գիշերն իջավ Երանի վրա, այն բնորոշ աղմուկով, որը բնորոշ է մեծ քաղաքին, որը երբեք լիովին չի քնում։ Ավտոմեքենաների ազդանշաններ, հեռվում սիրենաների ձայներ, միլիոնավոր կյանքերի միաժամանակյա մրմունջ։ Բայց Արման Մանուկյանի բնակարանում, կենտրոնի էլեգանտ շենքի 15-րդ հարկում, լռությունը գրեթե պինդ էր։ Լիլիթն ընտրել էր, լողացել պառկած էր անկողնում, գրկած փափուկ արջուկին, որը ստացել էր վերջին ծննդյան օրը, նայելով առաստաղին, կարծես պատասխաններ էր փնտրում ներկի հետքերի մեջ։ Արմանը նստած էր հյուրասենյակում, հեռախոսը ձեռքին, երրորդ անգամ։ Լսելով Վարդանի տված ձայնագրությունը։ Ամեն լսելուց զայրույթն աճում էր, բայց աճում էր նա մի ավելի խորը ցավոտ բան, մեղքի զգացումը։ Ինչպես նա առաջ չէր նկատել։ Քանի անգամ էր Լիլիթը փորձել ինչ-որ բան պատմել դպրոցի մասին, իսկ ինքը կիսատ էր լսել, շեղված նամակներով կամ հաշվետվություններով։ Քանի ազդանշան էր նա անտեսել, որովհետև չափազանց զբաղված էր կայսրություն կառուցելով, մինչ կորցնում էր սեփական աղջկան։ Նա խորը շունչ քաշեց, բացեց WhatsApp-ը։ Լիլիթի դասարանի ծնողների խումբ կար, այն խմբերից, որոնց նա երբեք ակտիվորեն չէր մասնակցում, որտեղ միայն տեսնում էր կուտակվող հաղորդագրությունները։ 93 չկարդացված հաղորդագրություն։ Նա սկսեց թերթել վեր, փնտրելով ինչ-որ բան, որը ցույց կտար, որ այլ ծնողներ էլ խնդիրներ ունեն ընկեր Սոնայի հետ,
Եվ գտավ։ Դրանք ուղղակի բողոքներ չէին, բայց կարելի էր կարդալ տողերի արանքում նուրբ մեկնաբանություններ չափազանց խստության մասին, տուն լաց լինելով եկող երեխաների մասին, կասկածելի կարգապահական մեթոդների մասին։ Անհարմարության մի խճան կար, որը ոչ ոք քաջություն չէր ունեցել պաշտոնական բողոքի վերածելու։ Արմանը սկսեց հաղորդագրություն գրել, ջնջեց, նորից գրեց։ Հեշտ չէր մի մարդու համար, որը սովոր էր ամեն ինչ լուծել իշխանությամբ, հրապարակայնորեն խոստովանել, որ աղջկան նվաստացրել են։ Բայց նա սկսում էր հասկանալ, որ որոշ մարտերում իշխանությամբ կամ փողով չեն հաղթում։ Որոշ մարտերում հաղթում են ազնվությամբ խոցելի լինելու քաջությամբ։ Նա գրեց. «Բարի երեկո բոլորին։ Ես Արմանն եմ, Լիլիթի հայրը։ Պետք է կիսվեմ մի բանով, որն այսօր տեղի է ունեցել դպրոցում, կցանկանայի իմանալ արդյոք որը մեկը նման իրավիճակի բախվել է ընկեր Սոնայի հետ»։ Եվ հետո պատմեց ամեն ինչ, առանց շրջանցելու, առանց մեղմելու, փաստեր հաղորդողի սառնությամբ, բայց յուրաքանչյուր բառը զգացողի ցավով։ Պատասխանը գրեթե անմիջական էր։ Սկզբում եկավ անձնական հաղորդագրություն Կարինեից, Միքայելի մորից։ Հետո մեկ ուրիշը, Նունեից, Սոֆիի մորից։ Հետո երկուսը, երեքը։ Մեկ ժամից էլ քիչ ժամանակում 7 ընտանիք կապ հաստատեց Արմանի հետ, պատմելով նմանատիպ փորձառությունների մասին։ Երեխաներ, որոնց դասարանում հիմար էին անվանում։ Բոլորի առաջ ճմրթված նկարներ, որովհետ ծուռ էին։ Նվաստացուցիչ պատիժներ, ինչպիսին է ամբողջ դասի ընթացքում դեպի պատը շրջված կանգնելը։ Դաժան մականուններ, որոնք ուսուցչուհին էր հորինում, որոնք մյուս երեխաները կրկնում էին դասամիջոցին։ Կարինեն գրեց. «Իմ տղան այս կիսամյակում 3 անգամ լաց լինելով է տուն եկել։ Խոսել եմ տնօրենի հետ, բայց նա ասաց, որ Սոնան խիստ է, որովհետ ուզում է երեխաներին կյանքի համար պատրաստել։ Կարծես նվաստացումը որը մեկին ինչ-որ բանի համար պատրաստում է»։ Նունեն ավելացրեց, սրբելով համառորեն թափվող արցունքները. «Սոֆին 10 է ստացել ստուգողականից, այնքան շատ էր պարապել, այնքան ուրախացավ, երբ տեսավ գնահատականը։ Եվ քանի որ չափազանց բարձր ուրախացավ, ուրախությունից ծափ տվեց, ուսուցչուհին պատռեց նրա թուղթը ուղարկեց տուն, նորից գրելու որպես պատիժ, ճիշտ ձով ուրախանալ չիմանալու համար։ Իմ աղջիկը 6 տարեկան է։ 6 տարեկան։ Եվ արդեն սովորել է, որ ուրախություն ցուցաբերելը կարող է պատժվել, որ հաջողության հասնելն ու դրանով ուրախանալը կարող է սխալ լինել։ Հիմա նա լավ գնահատական է ստանում ու լուռ մնում, կողքերն է նայում, վախենալով սխալ ուրախանալուց։ Ինչ դաս է սա։ Ինչ տեսակի մեծահասակ ենք մենք ձավորում, երբ սովորեցնում ենք, որ ուրախությունը պետք է զսպել։ Ռուբենը, Դավիթի հայրը, մի բարձրահասակ տղամարդ, որն աշխատում էր շինարարությունում, հազվադեպ է շատ խոսում, մաքրեց կոկորդը դժվարությամբ ասաց. Իմ տղան սկսեց կակազել այն բանից հետո, երբ ուսուցչուհին նմանակեց նրան բարձրաձայն կարդալիս։ Նա դանդաղ էր կարդում, որովհետև դեռ սովորում է, նա սկսեց նմանակել նրա ձայնը, ձգձգելով բառերը, մյուս երեխաները ծիծաղեցին։ Հիմա նա վախենում է կարդալ։ Վախենում է խոսել։ Շաբաթը 2 անգամ լոգոպեդի եմ տանում, բժիշկն ասաց, որ դա ֆիզիկական խնդիր չէ։ Տրավմա է։ Վախ է։ 6 տարեկան երեխա, դասասենյակի տրավմայով։ Եվ ես չգիտեի ինչ անել, որովհետև ես հասարակ բանվոր եմ, կրթություն չունեմ, մտածեցի, որ իրավունք չունեմ կրթված ուսուցչին հարցաքննելու։ Սուսաննան, Իզաբելլայի մայրը, որը մինչ այդ լուռ էր, խոսեց ցածրաձայն, բայց մի վճռականությամբ, որը բոլորին զարմացրեց. Ես առավոտյան աշխատում եմ գրասենյակում, իսկ կեսօրից հետո սրճարանում։ Օրվա մեջ դպրոց գնալու ժամանակ չունեմ։ Մասնավոր հոգեբանի համար փող չունեմ։ Երբ աղջիկս նորից սկսեց գիշերները միզել անկողնում, մտածեցի, որ դա անցողիկ փուլ է, կանցնի։ Երբ նա սկսեց ամեն առավոտ լաց լինել դպրոց գնալուց, մտածեցի, որ դա կամակորություն է, որ պետք է ավելի խիստ լինեմ։ Միայն այն ժամանակ, երբ նա թաքուն մի թղթի վրա գրեց, որ այլս չի ուզում ապրել, որովհետև չափազանց հիմար է սովորելու համար, ես հասկացա, որ դա դրամա չէ։ Նա 5 տարեկան է։ 5։ Եվ արդեն գրել է, որ չի ուզում ապրել։ Ուսուցչուհին ասում էր նրան բոլորի առաջ, որ նա դանդաղաշարժ է, որ խանգարում է դասին, որ եթե չի կարողանում հասնել, ավելի լավ է տարին կրկնի ավելի փոքր երեխաների հետ։ Ես ինձ աշխարհի ամենավատ մայրն եմ զգում, որ առաջ չեմ նկատել։ Որ աղջկաս մենակ եմ թողել այս ամենի մեջ։ Արմանը կարդաց յուրաքանչյուր պատմություն, սիրտը գնալով ավելի սեղմվելով։
Դա առանձին դեպք չէր։ Դա օրինաչափություն էր։ Համակարգ։ Եվ ամենասարսափելին բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր կարողացել ոչինչ անել, որովհետև տնօրենը նախընտրում էր անտեսել, որովհետև ուսուցչուհին քաղաքական պաշտպանություն ուներ, որովհետև ավելի հեշտ էր համոզել ինքդ քեզ, որ երեխաները չափազանցնում են, քան դիմակայել անհարմար ճշմարտությանը։ Նա անձնական հաղորդագրությամբ պատասխանեց յուրաքանչյուր մորը, յուրաքանչյուր հորը, որը արտահայտվել էր։ Եկեք հավաքվենք։ Վաղը, եթե հնարավոր է։ Պետք է ամեն ինչ փաստաթղթավորենք, միասին գնանք խոսելու տնօրինության հետ։ Մենակ մեզ անտեսում են։ Միասին մենք աղմուկ ենք։ Հաջորդ օրը Արմանը շուտ արթնացավ, ամիսների մեջ առաջին անգամ Լիլիթի համար նախաճաշ պատրաստեց։ Նրբաբլիթներ։ Ոչ մի բարդ բան, մի բաղադրատոմսից, որը շտապ գտել էր Google-ում, եզրերը մի փոքր այրված, բայց պատրաստված ուշադրությամբ, ներկայությամբ։ Լիլիթը գիշերանոցով իջավ, դեռ նախորդ օրվա լացից ուռած աչքերով, զարմացած կանգ առավ, տեսնելով հորը խոհանոցում։ Այսօր առավոտյան հանդիպում չունեիր, հայրիկ, հարցրեց նա այն փոքրիկ ձայնով, որը վախենում է լավ բանին սովորելուց։ Չեղարկեցի, պատասխանեց Արմանը, ափսեն դնելով նրա առաջ։ Այսօր ես քեզ հետ եմ մնալու։ Եվ վաղն էլ։ Եվ երբ որ դու կարիք ունենաս։ Լիլիթը նայեց այրված նրբաբլիթներին, կարծես դրանք աշխարհի ամենագեղեցիկ բանը լինեին։ Եվ գուցե այդպես էլ կար։ Որովհետև խոսքը կատարելության մասին չէր։ Խոսքը ջանքի մասին էր։ Այնտեղ լինելու մասին էր։ Նրանք միասին կերան, զրուցելով փոքր, կարևոր, առօրյա բաների մասին։ Լիլիթը պատմեց, որ դպրոցում նոր ընկերուհի ունի, Անին, որը վերջերս եկած նոր դպրոցի հոգեբանի աղջիկն է։ Արմանը մտքում նշեց անունը։ Նախաճաշից հետո նա չվազեց գրասենյակ։ Մնաց այնտեղ, օգնեց Լիլիթին հագուստ ընտրել, մազերը սանրել, հյուսքեր անել, որոնք ավելի լավ ստացվեցին, քան նախորդ օրը, բայց դեռ անկատար, մարդկային։ Առավոտյան ժամը 9-ին 7 ընտանիք հավաքվել էր դպրոցի մոտ գտնվող մի սրճարանում, այն փոքրիկ ու հարմարավետ վայրերից, որտեղից տապակած հացի թարմ եփած սուրճի հոտ էր գալիս։ Արմանը, Կարինեն, նույնպես 4 ծնողներ, որոնք հազվադեպ էին տեսնվում դպրոցական պարտադիր միջոցառումներից դուրս։ Այնտեղ էին Ռուբենն ու Յուլիան, 6-ամյա Դավիթի ծնողները, որը կակազել էր սկսել մի քանի անգամ հրապարակայնորեն նկատողություն ստանալուց հետո։ Այնտեղ էին Մարսելն ու Աննան, Կամիլայի ծնողները, որը դադարել էր դասարանում ձեռք բարձրացնել, վախենալով սխալ պատասխան տալուց ծաղրվելուց։ Եվ այնտեղ էր նա Սուսաննան, Իզաբելլայի միայնակ մայրը, մի կին, որն աշխատում էր երկու տեղ, միշտ իրեն անզոր էր զգացել դպրոցի առաջ, քանի որ ոչ ժամանակ, ոչ էլ փող ուներ հաստատությունների հետ պայքարելու։ Բոլորն ունեին նույն հոգնած արտահայտությունը, մի հոգնածություն, որը գալիս էր ամիսներ, գուցե տարիներ շարունակ անհարմարությունները կուլ տալուց, իրենց համոզելու փորձերից, որ երեխաները չափազանցնում են, որ դա նորմալ է, որ առաջ ավելի վատ էր, բոլորը գոյատել են։ Բայց կար նա մի նոր բան այդ մարդկանց աչքերում՝ վճռականություն։ Այն մարդու վճռականությունը, ով որոշել է, որ բավական է, ով հասկացել է, որ լռությունը ոչ ոքի չի պաշտպանում, որ լռությամբ համաձայնելը դեռ համաձայնել է։ Կարինեն առաջինը խոսեց, երբ սկսեց, ձայնը դողաց։ Ես ինձ ամեն օր մեղավոր եմ զգում։ Որովհետև գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Միքայելը գիշերվա կեսին լաց լինելով արթնանում էր, ասելով, որ չի ուզում դպրոց գնալ։ Նա մղձավանջներ էր տեսնում, թե ինչպես է ուսուցչուհին գոռում իր վրա։ Եվ ես, ինչ-որ բան անելու փոխարեն, նրան խրատում էի ասելով, որ պետք է ավելի ուժեղ լինի, որ կյանքն այդպիսին է, որ բոլորն էլ դպրոցում բարկացող ուսուցիչ են ունենում։ Կարծես դա նորմալ լիներ։ Կարծես փոքր երեխան պետք է սովորեր ուժեղ լինել չարաշահող մեծահասակի դեմ։ Մեզ կոնկրետ ապացույցներ են պետք, ասաց Արմանը։ Պատմությունները կարևոր են, բայց մեզ ավելին է պետք։ Փաստաթղթեր։ Վկաներ։ Մի բան, որը տնօրինությունը չի կարողանա գորգի տակ ավլել։ Այդ ժամանակ Կարինեն մի բան հիշեց։ Գիտեք, որ դասարաններում տեսախցիկներ կան։ Անվտանգության համար։ Դպրոցը տեղադրել է անցյալ տարի, կայանատեղիում տեղի ունեցած գողության պատմությունից հետո։ Տեսախցիկները ներքին էին, բայց տնօրինությունը հասանելիություն ուներ։ Խնդիրն այն էր, որ տնօրեն Գայանեն երբեք դա չէր օգտագործի պաշտպանյալ ուսուցչուհու դեմ։ Եթե ստիպված չլիներ։ Ինձ փաստաբան է պետք, բարձրաձայն մտածեց Արմանը։
Մեկը, ով հասկանում է կրթական իրավունքից, ով գիտի, թե ինչպես ճնշում գործադրել օրենքի շրջանակներում։ Նունեն ամաչկոտ ձեռք բարձրացրեց։ Իմ քրոջ ամուսինը փաստաբան է։ Աշխատում է աշխատավայրում բարոյական ոտնձգությունների գործերով։ Չգիտեմ, դպրոցական գործերով զբաղվում է, բայց կարող եմ հարցնել։ Արմանը գլխով արեց։ Յուրաքանչյուր կտոր իր տեղն էր ընկնում։ Խոսքն այլս միայն Լիլիթի մասին չէր։ Խոսքը Միքայելի մասին էր, որը նյարդային տիկեր էր ձեռք բերել։ Սոֆիի մասին, որը սթրեսից մազաթափություն ուներ։ Արթուրի մասին, որը նորից սկսել էր գիշերները միզել անկողնում։ Բոլոր այն մանկությունների մասին, որոնք գողանում էր մի մեծահասակ, որը շփոթում էր կրթելը ահաբեկելու հետ։ Մինչ ծնողները կազմակերպվում էին, դպրոցում Սոնան նույնպես անգործ չէր նստել։ Նա գիտեր, որ փոսը խորանում է։ Ճանաչում էր Արման Մանուկյանին անունով, գիտեր, որ նա ազդեցիկ ռեսուրսներ ունեցող մարդ է։ Պետք է արագ գործեր, պատմությունը վերահսկելու համար։ Նա առաջին իսկ ժամին գնաց տնօրեն Գայանեի մոտ սկսեց իր թատրոնը։ Այդ մարդը փորձում է ինձ զրպարտել, որովհետև նրա աղջիկը երես առած է սահմաններ չի ընդունում։ Նա խմբագրված ձայնագրություն է արել, կոնտեքստից կտրել։ Դուք գիտեք, թե ես ինչպիսին եմ երեխաների հետ, Գայանե։ Խիստ, բայց արդար։ Նա օգտագործում է իր ազդեցությունը ամեն ինչի վրայով անցնելու համար։ Գայանեն երկընտրանքի առաջ էր։ Մի կողմից ծանոթ էր Սոնայի մասին բողոքներին։ Մյուս կողմից Սոնան Տիգրանի բարեկամն էր, որը դպրոցի հոգաբարձուների խորհրդում էր մեծ իշխանություն ուներ վարչական որոշումներում։ Սոնային աշխատանքից ազատելը կամ հեռացնելը նշանակում էր ներքին քաղաքական խնդիր ստեղծել, որը կարող էր արժանալ Գայանեի սեփական պաշտոնը։ Նա փորձեց միջանկյալ լուծում գտնել։ Ես կխոսեմ պարոն Մանուկյանի հետ։ Կառաջարկեմ միջնորդություն։ Գուցե կարողանանք սա լուծել առանց սկանդալի։ Սոնային դա դուր չեկավ, բայց ստիպված էր ընդունել։ Մինչդեռ նա սկսեց բամբասանքներ տարածել դպրոցի միջանցքներում։ Որ Լիլիթը խնդրահարույց երեխա է։ Որ հայրը բացակայող է հիմա ուզում է մեղքի զգացումը փոխհատուցել, հարձակվելով դպրոցի վրա։ Որ այս ամենը թատրոն է, ուշադրություն գրավելու համար։ Փոքր, բայց մշտական չափաբաժիններով տարածվող թույն, այն տեսակից, որը կպչում ու տարածվում է։ Բայց կար մեկը, որը ուշադիր հետում էր ամեն ինչին, Անի Ավետիսյանը, նոր դպրոցի հոգեբանը։ Նա 32 տարեկան էր, ուշադիր աչքերով, հանգիստ, բայց վճռական կեցվածքով, այն մարդկանցից, որոնք տեսնում են ակնհայտից այն կողմ։ Նրան վարձել էին 3 ամիս առաջ, դպրոցին օգնելու ավելի լավ լուծել ուսման դժվարությունների երեխաների հուզական խնդիրների դեպքերը։ Եվ իր գալուց ի վեր նա նկատում էր անհանգստացնող օրինաչափություններ։ Անին երկրորդ հարկում փոքրիկ սենյակ ուներ, որտեղ անհատապես ընդունում էր երեխաներին։ Լիլիթը պաշտոնապես երբեք այնտեղ չէր եղել, բայց այդ շաբաթ նամակի միջադեպից հետո տնօրենն առաջարկեց, որ լավ կլիներ Լիլիթը խոսեր հոգեբանի հետ։ Խնդիրը մեկ ուրիշի վրա բարթելու, ցույց տալու, որ դպրոցն ինչ-որ բան անում է, իրականում ոչինչ չանելով։ Լիլիթը մտավ Անիի սենյակ առավոտյան, ծանր պայուսակը մեջքին դեռ կասկածամիտ աչքերով։ Անին ժպտաց, բայց ոչ այն չափազանցված ձով, որը մեծահասակներն օգտագործում են երեխաների հետ։ Ժպտաց իսկապես, հարգանքով։ Բար, Լիլիթ։ Իմ անունը Անի է։ Կարող ես ինձ Անի ասել։ Կարող ես նստել այնտեղ, որտեղ քեզ ավելի հարմար է։ Սենյակը տարբեր էր։ Գունավոր բարձր կային հատակին, ցածր գրապահարան, մանկական գրքերով, փոքրիկ սեղան, գունավոր մատիտներով ու թղթով։ Պատժի սենյակի տեսք չուներ։ Ապահով վայրի տեսք ուներ։ Լիլիթը նստեց մանուշակագույն գործվածքով բազկաթոռին, պայուսակը գրկած, կարծես Վահան լիներ։ Դուք էլ եք ինձ նախատելու, հարցրեց նա ուղիղ, այն անմիջական ազնվությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Անին նստեց հատակին, Լիլիթի աչքերի բարձրության վրա, ոտքերը խաչած մի դիրքով, որը ոչ պաշտոնական, ոչ էլ հեռու էր։ Ոչ։ Ես ոչ ոքի չեմ նախատում։ Ես պարզապես զրուցում եմ։ Եվ միայն եթե մարդն ուզում է ինձ հետ զրուցել։ Եթե դու չես ուզում, դա էլ է նորմալ։ Մենք կարող ենք պարզապես լուռ նստել այստեղ, կամ դու կարող ես նկարել, կամ խաղալ այնտեղի խաղալիքներով։ Դու ես որոշում։ Լիլիթը լուռ մնաց, Անին դիտելով այն կասկածամիտ հայացքով, որով նայում է մեկը, ում արդեն խաբել են, ով սովորել է, որ մեծահասակը մի բան է։
Ասում, մեկ ուրիշ բան անում։ Անին սպասեց, առանց շտապելու, առանց անհանգստության, առանց փորձելու լռությունը լցնել դատարկ խոսքերով։ Նա գիտեր, որ տրավմայի ենթարկված երեխային ժամանակ է պետք, տարածք, բացարձակ վստահություն, որ կարող է վստահել, որ չի դատվի, որ չի պատժվի իր զգացածի համար։ Մի քանի րոպե հետո, որոնք ժամեր թվացին, Լիլիթը դանդաղ բաց թողեց պայուսակը, սեղանից գունավոր մատիտ վերցրեց։ Սկսեց նկարել փոքր ու տատանվող գծերով, առանց Անին նայելու։ Եվ նկարելիս սկսեց խոսել։ Դանդաղ, երկար դադարներով, բայց խոսեց։ Ձմեռ պապին ուղված նամակի մասին, որը խաղալիքի մասին չէր։ Հոր մասին, որին սիրում էր, բայց որը երբեք տանը չէր, որը երբ տանն էր, հեռախոսը ձեռքին էր, որը կարծես իրենից տարբեր աշխարհում էր ապրում։ Ուսուցչուհու մասին, որը պատռեց իր երազանքը բոլորի առաջ ասաց, որ ոչ ոք դա չի իրականացնի։ Ամոթի ընկերների ծիծաղի, սխալ լինելու զգացողության մասին, պարզապես իր ուզածն ուզենալու համար։ Անին լսեց ամեն ինչ, առանց ընդհատելու։ Առանց այն խղճահարության դեմքն ընդունելու, որը մեծահասակներն ընդունում են երեխաների հետ։ Առանց փորձելու ուղղել գեղեցիկ, բայց դատարկ խոսքերով, ինչպիսիք են ամեն ինչ լավ կլինի, կամ քո ուսուցչուհին սթրեսի մեջ էր։ Նա պարզապես լսեց, իսկապես, սրտով, ոչ միայն ականջներով։ Եվ երբ Լիլիթն ավարտեց, նա մեկ ամբողջ րոպե լուռ մնաց, նախքան խոսելը, զգուշությամբ ընտրելով յուրաքանչյուր բառ։ Լիլիթ, մի քիչ ինձ նայիր։ Լիլիթը բարձրացրեց աչքերը, դեռ կասկածամիտ։ Անին շարունակեց, վճռական, բայց մեղմ ձայնով. Քո երազանքը լիովին իրավացի է։ Բացարձակապես իրավացի։ Հորդ ներկայությունը խնդրելը չափազանց շատ խնդրել չէ։ Սեր խնդրելը չափազանց շատ խնդրել չէ։ Ուշադրություն խնդրելը չափազանց շատ խնդրել չէ։ Դու սխալ չես։ Դու երբեք սխալ չես եղել։ Ով ասել է, որ դու սխալ ես, որ քո երազանքն անհնարին է, որ դու չէիր կարող դա ուզենալ, այդ մարդն է սխալ եղել։ Լիովին սխալ։ Եվ այն, ինչ նա արել է քեզ հետ, սխալ էր։ Շատ սխալ։ Հասկանում ես դա։ Լիլիթը մի քանի անգամ թարթեց, մտածելով։ Կարծես իր փոքրիկ կյանքում առաջին անգամ էր լսում, որ իր զգացմունքները վավեր են, որ ինքը խնդիրը չէ, որ պետք չէ ներողություն խնդրել իր կարիքներով գոյություն ունենալու համար։ Բայց ընկեր Սոնան ասաց, որ ես երես առած եմ։ Որ ես ամեն ինչ ունեմ դրամա եմ սարքում։ Անին խորը շունչ քաշեց, զսպելով այն զայրույթը, որը զգաց, լսելով դա։ Տուն ուտելիք ունենալը չի նշանակում, որ դու չես կարող այլ բաների կարիք ունենալ։ Երեխաներին ուտելիք պետք է, այո, բայց նրանց նա գրկախառնություն է պետք։ Ուշադրություն է պետք։ Մեկը պետք է, որ հարցնի, օրն ինչպես է անցել։ Դա երես առած լինել չէ։ Դա երեխա լինել է։ Մարդ լինել է։ Բոլորին է դա պետք, Լիլիթ։ Բոլորին։ Եվ երբ մեծահասակն ասում է, որ դու երես առած ես սիրո կարիք ունենալու համար, այդ մեծահասակն է շփոթված այն հարցում, թե ինչ է նշանակում հոգ տանել որևէ մեկի մասին։ Լիլիթը նայեց Անիին, կարծես աշխարհի ամենահեղափոխական բանը լսած լիներ։ Որովհետև գուցե այդպես էլ կար։ Այն վավերացումը, որ իր զգացմունքները կարոր են։ Որ ինքը սխալ չէր իր ուզածն ուզենալու մեջ։ Այդ խոսակցությունից հետո Անին մասնագիտական որոշում կայացրեց։ Գնաց տնօրենի սենյակ խնդրեց վերանայել Սոնայի դասարանի երեխաների սպասարկման պատմությունը։ Որպես դպրոցի հոգեբան, նա հասանելիություն ուներ այդ տեղեկատվությանը։ Այն, ինչ նա գտավ, տագնապալի էր։ Վերջին 2 տարում Սոնայի դասարանից 12 երեխա ուղեգրվել էր արտաքին հոգեբանական սպասարկման, հուզական խնդիրների պատճառով։ Անհանգստություն։ Մանկական դեպրեսիա։ Նյարդային տիկեր։ Դպրոց գնալու վախ։ Վարքային հետընթացներ։ Ցուցանիշները շատ ավելի բարձր էին, քան մյուս դասարանների միջինը։ Վիճակագրորեն անտեսելու համար անհնարին օրինաչափություն։ Անին տեխնիկական զեկույց կազմեց, տվյալներով, գրաֆիկներով, ապացույցներով։ Եվ տարավ Գայանեի մոտ։ Տնօրեն, մենք պետք է խոսենք մի համակարգային խնդրի մասին, որը տեղի է ունենում այս դպրոցում։ Գայանեն կարդաց զեկույցը, դեմքը գնալով ավելի գունատվելով։ Դա փաստաթղթային ապացույց էր։ Մասնագիտական վկայություն։ Այլս հնարավոր չէր անտեսել։ Բայց նույնիսկ այդ դեպքում նա փորձեց հետաձգել։ Անի, դուք նոր եք այստեղ։
Ամբողջ համատեքստին ծանոթ չեք։ Սոնան խիստ մեթոդներ ունի, այո, բայց դա չի նշանակում, որ նա հուզական խնդիրներ է առաջացնում։ Անին չվախեցավ։ Ամենայն հարգանքով տնօրեն 2 տարում 12 դեպքը պատահականություն չէ։ Օրինաչափությունը։ Եվ օրինաչափությունը պատճառ է մատնանշում։ Մենք պետք է հետաքննենք։ Եթե ոչ խղճի համար, ապա գոնե դպրոցի իրավական պատասխանատվության համար։ Մինչդեռ Արմանն իր փաստաբանի գրասենյակում էր, որը, լսելով ամբողջ պատմությունը, պարզ ասաց. «Դուք ամուր գործ ունեք։ Բարոյական ոտնձգություն դպրոցական միջավայրում, տնօրինության անփութություն, հուզական վնասներ։ Կարող ենք դատական հայց ներկայացնել դպրոցի անձամբ ուսուցչուհու դեմ։ Բայց պետք է զգուշացնեմ, դա հյուծիչ կլինի։ Կբացահայտի ձեր աղջկան։ Վստահ եք, որ ուզում եք դա»։ Արմանը մտածեց Լիլիթի մասին։ Թե ինչպես նա արդեն չափազանց շատ էր բացահայտվել։ Թե ինչպես նա խաղաղության էր արժանի, ոչ թե ավելի շատ մարտերի։ Բայց նա մտածեց նա Միքայելի, Սոֆիի, բոլոր մյուս երեխաների մասին։ Եվ հասկացավ, որ եթե ինքը իր ունեցած բոլոր առավելություններով չդիմակայի սրան, ով կդիմակայեր։ Ուզում եմ։ Բայց ուզում եմ դա անել ճիշտ ձով։ Հնարավորինս պաշտպանելով երեխաներին։ Փաստաբանը գլխով արեց։ Այդ դեպքում մեզ պետք կգան բոլոր ապացույցները, որ կարող եք հավաքել։ Ձայնագրությունը հիանալի է։ Բայց ինձ ավելին է պետք։ Այլ պատմություններ։ Դպրոցի փաստաթղթեր։ Եթե հնարավոր է, տեսագրությունների հասանելիություն։ Այդ ժամանակ Արմանի մտքով մի գաղափար անցավ։ Իսկ եթե մենք ծնողական խորհրդի արտահերթ նիստ պահանջենք։ Պաշտոնական։ Փաստաթղթավորված։ Որտեղ բոլորը կարողանան պաշտոնապես պատմել, թե ինչ են ապրել։ Փաստաբանը ժպտաց։ Հիմա դուք մտածում եք փաստաբանի պես։ Շաբաթվա վերջին դպրոցը ստիպված եղավ արտահերթ նիստ հրավիրել։ Ծնողական խորհուրդը, որը սովորաբար ձական բնույթ էր կրում, հանկարծ ուժ ստացավ, երբ 7 ընտանիք միավորվեց, պահանջելով խոսքի իրավունք։ Գայանեն փորձեց վերահսկել նիստը, բայց կորցրեց վերահսկողությունը, երբ Կարինեն սկսեց խոսել դողացող, բայց վճռական ձայնով այն մասին, թե ինչի միջով է անցնում իր որդին։ Հետո Նունեն։ Հետո մյուսները։ Ցավերի մի երգչախումբ, որն այլս հնարավոր չէր լռեցնել։ Սոնան այնտեղ էր, ձեռքերը խաչած, այն արտահայտությամբ, թե իբր իրեն անարդարացիորեն են վերաբերվում։ Մինչ Արմանը ոտքի կանգնեց ասաց. «Ես ձայնագրություն ունեմ։ Պատահաբար ձայնագրված, բայց որը ճշգրիտ արձանագրում է, թե ինչ է տեղի ունեցել իմ աղջկա հետ։ Որը մեկը ուզում է լսել»։ Սենյակում բացարձակ լռություն տիրեց։ Գայանեն փորձեց միջամտել, բայց մյուս մայրերն արդեն խնդրում էին լսել։ Եվ երբ ձայնագրությունը միացվեց, բարձր ու պարզ Սոնայի ձայնը, որն ասում էր, թե ոչ ոք չի իրականացնի այդ երեխայի երազանքը, մթնոլորտն ամբողջությամբ փոխվեց։ Եթե դուք լինեիք Արմանի տեղում, առաջ կտանեիք իրավիճակը, թե կփորձեիք ավելի զուսպ լուծել։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Հենց այդ պահին Անին մտավ սենյակ իր զեկույցով։ Մեկական օրինակ տվեց ներկա յուրաքանչյուր անդամի ասած, իր գործը իմացողի տեխնիկական հեղինակությամբ։ Պարոնայք տիկնայք, խոսքն այլս առանձին պատմությունների մասին չէ։ Խոսքը այս հաստատության պատասխանատվության տակ գտնվող երեխաների հուզական զարգացմանը վնասող վարքի օրինաչափության փաստաթղթավորված ապացույցի մասին է։ Նիստն ավարտվեց առանց անմիջական եզրակացությունների, բայց մի վստահությամբ, այլս ոչինչ առաջվանը չէր լինելու։ Գիշերն իջավ նորից Երանի վրա, բայց այս անգամ Արման Մանուկյանի տանը մի այլ լույս կար։ Լիլիթն ընթրում էր հոր հետ, ծիծաղելով մի հիմար կատակի վրա, երկար ժամանակ անց առաջին անգամ նա 5 տարեկան երեխայի տեսք ուներ, առանց ուսերին ծանրության։ Դեռ ամեն ինչ լուծված չէր։ Բայց սկսվում էր։ Հաջորդ օրերը զգացմունքների մի հորցանուտ էին, որը ոչ ոք այդ դպրոցում նախկինում չէր ապրել։ Ծնողական խորհրդի արտահերթ նիստը մի վերք էր բացել, որն արնահոսում էր բոլոր կողմերից, բացահայտելով ոչ միայն Սոնայի վարքը, այլ մի ամբողջ կառույց, որը նախընտրում էր լռությունը արդարությունից, արտաքին տեսքը ճշմարտությունից։ Երանը շարունակում էր պտտվել դրսում, իր միլիոնավոր բնակիչներով, որոնք վազում էին երազանքների վճարելու հաշիվների հետից, բայց այդ հանրային դպրոցի ներսում մի լուռ երկրաշարժ էր տեղի ունենում։ Սոնան նիստից հետո լուռ չմնաց։
Նա չափազանց խելացի էր դրա համար, չափազանց փորձառու այնպիսի համակարգերում գոյատելու համար, որոնք պաշտպանում են ճիշտ կապեր ունեցողներին։ Հանդիպման հաջորդ առավոտ նա գնաց Տիգրանի, իր հեռավոր բարեկամի մոտ, որը դպրոցի հոգաբարձուների խորհրդում էր, իրականությունից բոլորովին այլ պատկեր նկարագրեց։ Պատմեց, որ իրեն հետապնդում է մի հարուստ ազդեցիկ հայր, որն ուզում է դպրոցում ամեն ինչ վերահսկել, որ մյուս ընտանիքները մանիպուլյացիայի են ենթարկվել, որ ձայնագրությունը խմբագրված է կոնտեքստից կտրված, որ այսօրվա երեխաները երես առած են։ Ժամանակակից ծնողներն այլս չեն ընդունում, որ իրենց երեխաներին խստությամբ դաստիարակեն։ Տիգրանը լսեց ամեն ինչ այն կարևոր մարդու արտահայտությամբ, որը սովոր է խնդիրները լուծել հեռախոսազանգերով լավություններով։ Նա նույն օրը կեսօրին զանգահարեց Գայանեին, հասկացրեց, որ թե հարգում է գործընթացը, բոլորի համար շատ անհարմար կլինի, եթե դպրոցի հետ կապված հանրային սկանդալ լինի, որ ավելի լավ կլինի ներքին կարգով լուծել, միջնորդությամբ, առանց աղմուկի։ Եվ որ Սոնան երկար տարիների աշխատանքային փորձ ունի, աշխատանքային իրավունքներ ունի, նրան առանց պատշաճ գործընթացի աշխատանքից ազատելը կարող է ավելի մեծ իրավական խնդիր առաջացնել։ Գայանեն հասկացավ ակնարկը։ Նա մնացել էր ծնողների ճնշման, անի ներկայացրած փաստաթղթային ապացույցների Սոնային պաշտպանող ներքին քաղաքական իշխանության միջ։ Նա փորձեց միջանկյալ ռազմավարություն կիրառել։ Արմանին առանձին զրույցի հրավիրեց, առաջարկեց, որ Սոնան ժամանակավոր արձակուրդ վերցնի, առողջական պատճառներով զուսպ հեռացում, մինչ դպրոցը լուր ներքին հետաքննություն կանցկացնի։ Ոչ մի սկանդալ, ոչ մի ոստիկանություն, ոչ մի դատական գործ։ Պարզապես ժամանակ, որպեսզի ջրերը հանդարտվեն։ Արմանը լսեց առաջարկը, ձեռքերը խաչած, նստած այն նույն անհարմար աթոռին, որից հին թղթի, նորից տաքացրած սուրճի անավարտ լուծումների հոտ էր գալիս։ Երբ Գայանեն ավարտեց խոսքը, այն տոնով, թե իբր ողջամիտ է, թե իբր կատարյալ միջին ճանապարհ է գտնում, նա խորը շունչ քաշեց, մտքում մինչ 10 հաշվելով, ինչպես անում էր բիզնեսի լարված հանդիպումների ժամանակ, պատասխանեց մի հանգստությամբ, որը շատ ավելի վտանգավոր էր, քան ցանկացած գոռոց։ Տիկին Գայանե, ամենայն հարգանքով ձեր զբաղեցրած պաշտոնի նկատմամբ, դուք ինձ առաջարկում եք, որ ես համաձայնվեմ այս ամենը գորգի տակ ավլել։ Որ ես ծածնեմ, թե ամեն ինչ կարգին է, մինչ ուսուցչուհին վճարովի արձակուրդ է վերցնում, հարմար բժշկական տեղեկանք ստանում, մի քանի ամսից վերադառնում, երբ բոլորը մոռանան, երբ երեխաները դադարեն մեկնաբանել, երբ ծնողները վերադառնան իրենց զբաղված կյանքին։ Հենց դա։ Եք ինձ խնդրում։ Գայանեն զգաց, թե ինչպես է անհարմարությունն աճում։ Նա սովոր չէր այդքան ուղղակի դիմակայության, հատկապես ծնողների կողմից, որոնք սովորաբար պարզապես համաձայնվում էին ամեն ինչի հետ, փաստաթղթեր ստորագրում, թույլ տալիս, որ դպրոցն իր գործն անի։ Փորձեց փաստարկներ բերել, ակնոցն ուղղելով քթին մի նյարդային շարժումով, որն անում էր, երբ անվստահ էր։ Պարոն Մանուկյան, այդպես չէ։ Գոյություն ունի ինստիտուցիոնալ գործընթաց, որին պետք է հետել։ Ես չեմ կարող պարզապես աշխատանքից ազատել հաստիքային ուսուցչուհուն, առանց ճիշտ իրավական ընթացակարգերի։ Աշխատանքային իրավունքներ կան, վարչական ընթացակարգեր։ Պետք է էթիկայի հանձնաժողով ստեղծեմ, պաշտոնական ցուցմունքներ հավաքեմ, պաշտպանության իրավունք տամ։ Դա ժամանակ է պահանջում։ Եվ մինչ այդ երեխաներին նա հենց ուսուցչուհուն պաշտպանելու համար, կարծեցի, որ խելամիտ կլինի ժամանակավոր հեռացումը։ Դա լավագույնն է բոլորի համար այս պահին։ Արմանը գլուխը թափ տվեց, առանց ուրախության ժպիտով, այն դառը ժպիտով, երբ տեսնում ես, թե ինչպես է կեղծ խաղը ծավալվում աչքերիդ առաջ։ Ոչ։ Դա լավագույնը չէ բոլորի համար։ Դա լավագույնն է դպրոցի, ինստիտուցիոնալ իմիջի, սկանդալից խուսափելու համար։ Բայց դա լավագույնը չէ երեխաների համար։ Որովհետև գիտեք, թե երեխաներն ինչ կսովորեն սրանից։ Կսովորեն, որ հզոր մեծահասակները կարող են սխալ բաներ անել, անպատիժ մնալ։ Կսովորեն, որ երբ ճիշտ կապեր ունես, իրական հետանքների չես բախվում։ Կսովորեն, որ բողոքելն իմաստ չունի, որովհետև վերջում միշտ մի ճար են գտնում պաշտպանելու նրան, ում չպետք է պաշտպանեին։ Եվ գիտեք, թե որն է ամենավատ մասը, տնօրեն։ Այն է, որ ես քիչ մնաց համաձայնվեի։ Քիչ մնաց ասեի, այո, եկեք այդպես անենք, եկեք խուսափենք սկանդալից։ Որովհետև ես էլ եմ այս համակարգի, այս աշխարհի մի մասը, որտեղ մենք նախընտրում ենք արտաքին տեսքը ճշմարտությունից, որտեղ մենք նախընտրում ենք փտած խաղաղությունը անհրաժեշտ կոնֆլիկտից։ Բայց ես դա չեմ անի։ Ոչ այս անգամ։ Որովհետև խոսքը միայն իմ աղջկա մասին չէ։
Խոսքը 2 տարում 12 երեխայի մասին է, որոնք ուղեգրվել են հոգեբանական բուժման, դպրոցական միջավայրի հետ կապված հուզական խնդիրների պատճառով։ Դա որակավորված մասնագետի կողմից փաստաթղթավորված օրինաչափություն է, տվյալներով, ապացույցներով, պատմությամբ։ Եվ եթե դպրոցը լուրջ իրական թափանցիկ միջոցներ չձեռնարկի, ես սա կտանեմ դատախազություն, կրթության նախարարություն, քաղաքապետարանի կրթության վարչություն, օմբուդսմենի գրասենյակ, անհրաժեշտության դեպքում մամուլ։ Ոչ թե անձնական վրեժխնդրության, ոչ թե էգոյի համար, այլ որովհետև մյուս երեխաներն արժանի են սովորելու, առանց վախենալու դասարան մտնելուց, արժանի են երեխա լինելու, առանց տարրական դպրոցի տրավման իրենց հետ կրելու մնացած կյանքի ընթացքում։ Խոսակցությունն ավարտվեց առանց համաձայնության։ Արմանը դուրս եկավ այդ աշխատասենյակից, իմանալով, որ պատերազմ է հայտարարել, բայց նա իմանալով, որ այլս հետդարձի ճանապարհ չկա։ Երեկոյան խոսեց փաստաբանի հետ, որը հաստատեց. Կրթական հաստատությունների դեմ անչափահասներին հասցված բարոյական վնասի գործերը բարդ են, երկարատ, հյուծիչ, բայց հնարավոր են։ Եվ երբ նման ապացույցներ կան, դեպքերի մեծ մասում նա հաղթական են։ Մինչդեռ ստվերում Սոնան ոչ միայն պաշտպանվում էր, նա հարձակվում էր։ Սկսեց շրջել դպրոցում, խոսելով այլ աշխատակիցների հետ, կասկածներ սերմանելով, այլընտրանքային պատմություն ստեղծելով։ Ասում էր, որ Արմանը բացակայող հայր է, որը փորձում է մեղքի զգացումը փոխհատուցել, որ Կարինեն գերպաշտպանող մայր է, որը երես է տալիս իր որդուն, որ երեխաներին ծնողները խրախուսում են ստել այն մասին, թե ինչ է տեղի ունենում դասարանում։ Հոմեոպաթիկ չափաբաժիններով թույն, այն տեսակից, որը չի սպանում, բայց քիչ-քիչ թունավորում է։ Եվ դա ազդեց որոշ մարդկանց վրա։ Կային մարդիկ, որոնք սկսեցին կասկածել։ Գուցե բոլորը չափազանցնում են։ Գուցե դա պարզապես ավելի ավանդական ուսուցչուհու ավելի զգայուն սերնդի խնդիր է։ Գուցե ծնողներն իրենց հիասթափությունները դպրոցի վրա չեն տեղափոխում։ Կասկածը հզոր գործիք է, երբ ուզում ես խուսափել գործողությունից, երբ ուզում ես պահպանել ստատուս քվոն։ Բայց կար մեկը, որը չէր հավատում այդ այլընտրանքային պատմությանը, Վարդանը, աշխատակիցը, որը ձայնագրել էր ձայնագրությունը։ Նա անտեսանելի էր դպրոցի հիերարխիայում, պարզապես միջին տարիքիս մեկ տղամարդ, որը մաքրում էր միջանցքները նորոգում այն, ինչ փչանում էր, բայց ուներ մի առավելություն, որը ոչ ոք հաշվի չէր առնում։ Նա ամենուր էր։ Լսում էր խոսակցություններ միջանցքներում, տեսնում էր բաներ, որոնք տեղի էին ունենում կուլիսներում, գիտեր գաղտնիքները, որոնք թաքնված էին փակ դռների հետում։ Եվ նա տեսավ Սոնային, որը խոսում էր Տիգրանի հետ կայանատեղիում, տեսավ, թե ինչպես է նա մանիպուլյացիայի ենթարկում պատմությունը, տեսավ նա մի բան, որը ոչ ոք չէր տեսել։ Նա հասանելիություն ուներ անվտանգության տեսախցիկների տեսագրություններին։ Ոչ պաշտոնապես իհարկե, բայց որովհետև հենց ինքն էր երբեմն օգնում համակարգչային տեխնիկին, երբ համակարգը խնդիրներ էր ունենում, գիտեր, թե որտեղ է գրված գաղտնաբառը վարչակազմի համակարգչի ստեղնաշարի տակի կպչուն թղթի վրա։ Մի գիշեր, երբ դպրոցը դատարկ ու լուռ էր, Վարդանը վերադարձավ։ Ներս մտավ իր բանալիով, որն ուներ որպես աշխատակից, գնաց վարչակազմի սենյակ, միացրեց համակարգիչը, սկսեց փնտրել։ Տեսախցիկները ձայնագրում ինքնաբերաբար ջնջում էին 30 օր հետո, բայց նամակի միջադեպը տեղի էր ունեցել 3 շաբաթից էլ քիչ առաջ։ Պետք է դեռ այնտեղ լիներ։ Եվ այնտեղ էր։ Վարդանը դիտեց, սիրտը սեղմված, ամբողջ տեսարանը նորից։ Լիլիթին կանչում են կարդալու նամակը։ Սոնան վերցնում է թուղթը, սկսում կարդալ այն ծաղրական տոնով։ Ընդհատումը։ Հանրային նվաստացումը։ Թղթի կտորների ընկնելը։ Ամեն ինչ արձանագրված ու սպիտակ, լուռ, բայց բյուրեղյա պարզությամբ։ Նա պատճենեց ֆայլը USB գրիչի վրա, ջնջեց մուտքի պատմությունը, դուրս եկավ դպրոցից մինչ լուսաբաց։ Հաջորդ առավոտ նա գտավ Արմանին դպրոցի դարպասի մոտ, տվեց USB գրիչը, առանց շատ բան ասելու, պարզապես. Սա ձեզ պետք կգա։ Եվ նախքան Արմանը կհասցներ որևէ բան հարցնել, Վարդանն արդեն վերադարձել էր իր գործերին, անտեսանելի, ինչպես միշտ։ Արմանը դիտեց տեսանյութը մեքենայում, կանգնած հենց դպրոցի դիմաց, ստիպված եղավ զսպել ցանկությունը, վերադառնալ այնտեղ սկանդալ սարքել։ Պատկերն ավելի վատն էր, քան ձայնագրությունը։ Տեսնել, թե ինչպես է աղջիկը գցկվում աթոռին, տեսնել մյուս երեխաների դեմքերը, որոնք ծիծաղում են վախից, տեսնել Սոնային այն կեցվածքով, թե իբր կարոր դաս է տալիս։ Դա զայրացուցիչ էր։ Բայց նա անհերքելի։ Նա տեսանյութը տարավ փաստաբանի մոտ, որը քիչ մնաց աթոռից թռչեր, տեսնելով.
Սա ամեն ինչ փոխում է։ Սրանով պաշտպանություն չկա։ Հնարավոր չէ պնդել սխալ մեկնաբանություն կամ կոնտեքստ։ Ամեն ինչ այնտեղ է, տեսողական պարզ։ Մենք կարող ենք հիմա առաջ գնալ ոչ միայն բարոյական վնասի հայցով, այլ ծանուցել կրթության տարածքային խորհրդին։ Սա ինստիտուցիոնալ անփութության նյութական ապացույց է։ Մինչ իրավական գործընթացը սկսում էր ձևավորվել, դպրոցի ներսում մեկ այլ փոխակերպում էր տեղի ունենում։ Անին, առանց ցանկանալու, դարձել էր մի տեսակ ապաստան մի քանի երեխաների համար։ Նրա սենյակը միշտ լիքն էր տղաներով ու աղջիկներով, որոնք գալիս էին զրուցելու, նկարելու կամ պարզապես լուռ այնտեղ մնալու։ Նա նկատում էր, որ այդ երեխաներից շատերը երբեք չէին ունեցել մի մեծահասակի, որը կլսեր իրենց առանց դատելու, առանց ուղղելու, առանց փորձելու ձևավորել արտաքին ակնկալիքներին համապատասխան։ Մի օր Լիլիթը վերադարձավ Անիի սենյակ, բայց այս անգամ ընկերուհու հետ բերեց Սոֆիին, այն աղջկան, որի ստուգողականը պատռել էին։ Երկուսով նստեցին մի մեծ բարձի վրա, Սոֆին պատմեց իր պատմությունը, այս անգամ ոչ թե ծնողներին, այլ մեկին, որը նրա կարծիքով իսկապես հասկանում էր։ Ես այնքան շատ էի պարապել այդ ստուգողականի համար, սկսեց Սոֆին, բարակ, բայց վճռական ձայնով։ Մայրիկս օգնեց ինձ, մենք մինչ ուշ կրկնում էինք։ Եվ երբ տեսա, որ 10 եմ ստացել, այնքան ուրախացա։ Առաջին անգամն էր, որ ամեն ինչից 10 էի ստացել։ Եվ ես պարզապես ուզում էի տոնել, գիտեք։ Պարզապես ուզում էի ուրախ լինել։ Բայց ընկեր Սոնան ասաց, որ ես ցուցամոլություն եմ անում, որ ուզում եմ մյուսներից ավելի երալ, պատռեց իմ թուղթը բոլորի առաջ։ Եվ բոլորը լուռ մնացին։ Ոչ ոք ոչինչ չասաց։ Եվ ես մտածեցի, որ դա իմ մեղքն է, որ ես սխալ բան եմ արել, չափազանց շատ ուրախանալով։ Անին զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում, բայց ձայնը վճռական պահեց։ Սոֆի, դու ոչ մի սխալ բան չես արել։ Քո նվաճումով ուրախանալը աշխարհի ամենաճիշտ բանն է։ Եվ ով քեզ պատժել է դրա համար, սարսափելի սխալ դաս է տվել։ Հաղթանակները տոնելը ցուցամոլություն չէ։ Ուրախություն է։ Եվ ուրախությունը քո իրավունքն է։ Միշտ եղել է, միշտ կլինի։ Երկու աղջիկները նայեցին իրար, այդ պահին ինչ-որ բան կապվեց նրանց մեջ։ Նրանք այլս մեկուսացված զոհեր չէին։ Նրանք գոյատողներ էին, որոնք կիսվում էին պատմություններով, հասկանալով, որ մենակ չեն, որ իրենք խնդիրը չեն։ Եվ այդ ընկալումը, այդ փոխադարձ վավերացումը ավելի հզոր էր, քան ցանկացած պաշտոնական թերապևտիկ միջամտություն։ Անիի մտքով մի գաղափար անցավ։ Նա Գայանեից թույլտվություն խնդրեց, հուզականորեն տուժած երեխաների հետ աջակցության խումբ ստեղծելու համար։ Անվանեց այն զրույցի շրջանակ մի մեղմ անուն, որը ոչ ոքի չէր վախեցնում։ Գայանեն, բոլոր կողմերից ճնշման տակ փորձելով ցույց տալ, որ ինչ-որ բան անում է, թույլատրեց։ Շաբաթը 2 անգամ 6 երեխա հավաքվում էր Անիի սենյակում։ Լիլիթը, Սոֆին, Միքայելը, Դավիթը, Իզաբելլան, Կամիլան։ Նստում էին շրջանով, գունավոր բարձերի վրա, Անին միշտ սկսում էր նույն հարցով։ Որը մեկը ուզում է կիսվել մի բանով, որ զգացել է այս շաբաթ։ Սկզբում ծանր լռություն էր, այն լռությունը, երբ սովոր ես, որ քեզ չեն լսում, երբ սովորել ես, որ խոսելը կարող է վտանգավոր լինել, որ զգացմունք արտահայտելը կարող է քո դեմ օգտագործվել։ Երեխաները նայում էին հատակին, իրենց ձեռքերին, ցանկացած տեղ, բացի Անիի կամ իրար աչքերից։ Բայց Անին չէր։ Շտապում։ Նա գիտեր, որ վստահությունը չեն պահանջում, այն կառուցում են։ Աղյուս առ աղյուս, բառ առ բառ, հարգված լռություն առ հարգված լռություն։ 3 նման հանդիպումներից հետո, երբ Անին պարզապես ապահով տարածք իր բերած տնական թխվածքաբլիթներն էր առաջարկում, քիչ-քիչ, շատ դանդաղ, ձայները սկսեցին հայտնվել։ Միքայելը, կակազող տղան, առաջինն էր։ Ասաց, դողացող, բայց ամբողջական դուրս գալու վճռականությամբ ձայնով։ Ես այս շաբաթ մի ամբողջ գիրք կարդացի։ Առանց կանգ առնելու։ Առանց կակազելու։ Փոքր գիրք էր, դինոզավրերի մասին, բայց ես ամբողջը կարդացի առանց կանգ առնելու։ Եվ ոչ ոք չծիծաղեց ինձ վրա, որովհետև ես մենակ էի սենյակում։ Բայց ես կարողացա։ Անին ժպտաց, այն իսկական ժպիտով, որը հասնում էր աչքերին։ Միքայել, դա անհավանական է։ Գիտես, թե սա որքան մեծ բան է։ Դու հսկայական վախի ես դիմակայել։ Եվ հաղթել ես։ Սա իսկական քաջություն է։ Մյուս երեխաները ծափ տվեցին, սկզբում ամաչկոտ, հետո ավելի վստահ։
Եվ Միքայելը ամիսների մեջ առաջին անգամ նույնպես ժպտաց։ Փոքր, մի քիչ ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտ։ Դավիթն ասաց, որ ամիսների մեջ առաջին անգամ մաթեմատիկայի դասին ձեռք է բարձրացրել, թե շատ էր վախենում, որ փոխարինող ուսուցչուհին, որը մի քանի դաս էր անցկացնում, գովել էր նրա պատասխանը։ Իզաբելլան խոստովանեց, որ դեռ մղձավանջներ է տեսնում դպրոցի մասին, որ գիշերվա կեսին արթնանում է արագ բաբախող սրտով, մտածելով, որ ինչ-որ կարևոր առաջադրանք է մոռացել կամ սխալ բան է արել, բայց որ փորձում է հիշել, որ դա իր մեղքը չէ, որ ինքը խնդիրը չէ, ինչպես Անին էր ասել։ Սոֆին, այն լրջությամբ, որը բնորոշ է իր տարիքի համար չափազանց շատ բեռ կրողին, կիսվեց։ Ես այս շաբաթ հայերենի ստուգողականից 9 ստացա։ Եվ երբ տեսա գնահատականը, վախեցա ուրախանալ։ Սկսեցի կողքերս նայել, տեսնելու, թե արդյոք որը մեկը կբարկանա ինձ վրա, լավ արդյունք ցույց տալու համար։ Բայց հետո հիշեցի, թե ինչ էր ասել ընկեր Անին, որ իմ նվաճումներով ուրախանալը սխալ չէ։ Այնպես որ ես թույլ տվեցի, որ մի փոքրիկ ժպիտ հայտնվի, մի փոքր, միայն ինձ համար։ Եվ ոչ մի վատ բան տեղի չունեցավ։ Ոչ ոք չպատրեց իմ թուղթը։ Ոչ ոք ինձ ցուցամոլ չանվանեց։ Ես պարզապես ուրախացա։ Մի քանի րոպե ես թույլ տվեցի, որ ուրախությունը մնա։ Անին ստիպված եղավ կուլ տալ կոկորդի խցանումը, որպեսզի չլացի երեխաների առաջ։ Որովհետև դա 6-ամյա աղջկա այդ փոքրիկ հաղթանակը, որը նորից էր սովորում իր սեփական նվաճումների համար ուրախություն զգալու թույլտվություն ունենալ, միաժամանակ գեղեցիկ էր կործանարար։ Գեղեցիկ, որովհետև նա ապաքինվում էր։ Կործանարար, որովհետև նա երբեք չպետք է կոտրվեր։ Եվ յուրաքանչյուր պատմություն ընդունվում էր անկեղծ ջերմությամբ, մեղմ անկեղծ ծափահարություններով, բառերից անդին գնացող վավերացմամբ, այն ամբողջական ներկայությամբ, որն ասում է՝ դու կարող ես, քո զգացմունքը կարող է, քո պատմությունը կարող է, դու արժանի ես լսված հարգված լինելու։ Դա գեղեցիկ էր տեսնել, բայց նա խորապես տխուր։ Որովհետև այդ երեխաները այնքան փոքր, այնքան երիտասարդ ստիպված էին նորից սովորել բացարձակապես հիմնական բաներ, որոնք երբեք ոչ մի դեպքում չպետք է մոռացած լինեին։ Որ սխալվելը սովորելու գործընթացի մի մասն է, որ ոչ ոք ամեն ինչ իմացող չի ծնվում, որ հարցնելը հիմարության նշան չէ, այլ առողջ հետաքրքրասիրության, որ ուրախություն ցուցաբերելը, երբ լավ բան է տեղի ունենում, ցուցամոլություն չէ, այլ նորմալ մարդկային արձագանք, որ վախ զգալը վավեր է չի նշանակում, որ դու թույլ ես, այլ պարզապես, որ դու մարդ ես խոցելի, իրական։ Մինչդեռ Արմանը կատարում էր այն խոստումը, որը տվել էր Լիլիթին ծիրանի ծառի տակ։ Նա ամբողջությամբ վերակազմակերպել էր իր օրակարգը։ Հանդիպումները, որոնք սուրբ էին, չեղարկվել էին։ Ուղղորությունները չեղարկվել կամ կրճատվել էին։ Նա սկսեց գրասենյակից դուրս գալ երեկոյան ժամը 5-ին, մի բան, որը տարիներ շարունակ չէր արել, որպեսզի Լիլիթին դպրոցից վերցնի։ Նրանք ամեն օր միասին ընթրում էին, առանց հեռախոսի սեղանին, զրուցելով օրվա երազանքների, վախերի, ոչնչի ամեն ինչի մասին։ Լիլիթը փոխվել էր։ Ոչ թե ամեն ինչ կախարդականորեն լուծվել էր, բայց նա ավելի թեթ էր։ Ավելի շատ էր ծիծաղում։ Ավելի շատ էր խոսում։ Եվ մի գիշեր, երբ Արմանը նրան քնելու էր դնում, նա մի բան ասաց, որը ստիպեց նրան հասկանալ, որ ճիշտ ուղու վրա է։ Հայրիկ, շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Իսկապես այստեղ, ոչ թե պարզապես սենյակում, այլ իսկապես ինձ հետ։ Արմանը ամուր գրկեց աղջկան, զգալով մի զգացմունք, որը չգիտեր, թե դեռ ունակ է զգալու։ Եվ հասկացավ, որ վերականգնում է ոչ միայն աղջկա վստահությունը, այլ իր մի մասը, որը կորցրել էր ճանապարհին, այն խելահեղ վազքի մեջ հաջողության հետից, որը մոռացել էր հարցնել, թե որն է հաջողության իրական սահմանումը։ Դպրոցում իրավիճակը, սակայն, հեռու էր լուծված լինելուց։ Սոնան շարունակում էր դասավանդել, նույնիսկ աճող ճնշման տակ, որովհետև իրավաբանորեն դեռ պաշտոնական պատճառ չկար նրան հեռացնելու, առանց ամբողջական կարգապահական գործընթացի։ Եվ դա երեխաներին էլ ավելի էր շփոթեցնում։ Նրանք տեսնում էին զայրացած ծնողներին, տեսնում էին խոսակցություններ միջանցքներում, զգում էին լարվածությունը օդում, բայց դեռ պետք է նստեին դասարանում ծածնեին, թե ամեն ինչ նորմալ է։ Հենց այդ լարված դասերից մեկի ժամանակ տեղի ունեցավ այն միջադեպը, որին ոչ ոք չէր սպասում։ Միքայելը, կակազել սկսած տղան, փորձում էր պատասխանել մաթեմատիկայի հարցին։ Նա լարված էր, ձայնը դողում էր, պատասխանի կեսին նա խեղդվեց բառերի մեջ։ Սոնան, գուցե հոգնած ամբողջ ճնշումից, գուցե զգալով, որ կորցնում է վերահսկողությունը, կամ գուցե պարզապես լինելով այն, ինչ միշտ եղել է, մի թթու մեկնաբանություն արեց։
Եթե չես կարողանում նորմալ խոսել, ավելի լավ է լուռ մնաս թողնես, որ իմացողը պատասխանի։ Դասարանը լռեց։ Բայց այս անգամ մի այլ բան տեղի ունեցավ։ Լիլիթը, փոքրիկ ու լուռ աղջիկը, որը միշտ վախենում էր խնդիր ստեղծելուց, ձեռք բարձրացրեց ասաց դողացող, բայց պարզ ձայնով. Ընկեր, դա ճիշտ չէ։ Միքայելը փորձում է։ Եվ փորձելն այն է, ինչ մենք պետք է անենք։ Դուք միշտ դա եք ասում։ Ցնցումը տեսանելի էր Սոնայի դեմքին։ 5 տարեկան երեխան դիմակայում էր նրան։ Ամբողջ դասարանի առաջ։ Նա բացեց բերանը պատասխանելու հավանաբար մի կոպիտ նախատական բանով, բայց մեկ այլ երեխա ձեռք բարձրացրեց։ Հետո մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Ալիքի պես երեխաները սկսեցին արտահայտվել, դեռ ոչ բառերով, այլ ձեռք բարձրացնելու այն պարզ ժեստով, ցույց տալով, որ իրենք այնտեղ են, որ տեսնում են, որ համաձայն չեն։ Սոնան գունատվեց։ Լիովին կորցրեց դասարանի վերահսկողությունը։ Եվ տարիների մեջ առաջին անգամ նա հասկացավ, որ այլս բացարձակ իշխանություն չունի։ Որ երեխաները, նույնիսկ փոքր, ձայն ունեն։ Եվ որ հավաքական ձայնը հեշտությամբ չի լռեցվում։ Նա բոլորին շուտ ուղարկեց դասամիջոցի մենակ մնաց դասարանում, խորը շնչելով, փորձելով հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ Եվ հենց այդ պահին Անին հայտնվեց դռան մոտ, այն մասնագիտական հանգստությամբ, բայց մի հայացքով, որը պարզ ցույց էր տալիս, որ նա հստակ գիտի, թե ինչ է կատարվում։ Ընկեր Սոնա, մենք պետք է խոսենք։ Եվ առաջին անգամ այն պահից, երբ ամեն ինչ սկսվեց, Սոնան հասկացավ, որ խաղը շրջվել է, որ այլս հնարավոր չէ մանիպուլյացիայի ենթարկել պատմությունը, երբ ճշմարտությունը գոռում է բոլոր կողմերից, որ ինքն այլս անսասան հեղինակություն չէ, այլ պարզապես մի կին, որը վերջապես պատասխանատվության է ենթարկվում իր արարքների համար։ Անի Սոնայի միջ խոսակցությունը տեղի ունեցավ դատարկ սենյակում, հեռու հետաքրքրասեր ականջներից, բայց ոչ այնքան հեռու, որ լարվածությունը չթափանցեր պատերից։ Անին ներս մտավ իր թարմացված զեկույցով, նոր տվյալներով, որոնք հավաքել էր զրույցի շրջանակի հանդիպումների ընթացքում, դրեց ամեն ինչ նրանց միջ սեղանին, ինչպես խաղաթղթեր են դնում մի խաղի սեղանին, որն այլս խաբեություն չի ընդունում։ Ընկեր Սոնա, սկսեց Անին, պահպանելով այն մասնագիտական, բայց վճռական տոնը, որն օգտագործում էր, երբ պետք է բացարձակապես պարզ լիներ, ես այստեղ եմ եկել ոչ թե ձեզ որպես անձ դատելու, այլ փաստեր ներկայացնելու որպես մասնագետ։ Վերջին 3 ամիսներին, որ ես այս դպրոցում եմ, սպասարկել եմ տարբեր դասարանների 20 երեխայի։ Այդ 20-ից 8-ը ձեր աշակերտներն են կամ եղել են։ 8-ից բոլորը ցուցաբերում են հուզական սթրեսի նշաններ, որոնք կապված են հատկապես դասասենյակի միջավայրի հետ։ Անհանգստություն ձեր դասերից առաջ։ Մասնակցելու վախ։ Վարքային հետընթացներ։ Մղձավանջներ։ Սա պատահականություն չէ։ Սա օրինաչափություն է։ Եվ օրինաչափությունը մատնանշում է պատճառը։ Սոնան փորձեց պաշտպանվել, օգտագործելով նույն փաստարկները, որոնք կրկնում էր։ Որ այսօրվա երեխաները չափազանց փխրուն են, որ ծնողները չափազանց թույլատրող են, որ ինքը պարզապես փորձում էր այդ երեխաներին պատրաստել իրական աշխարհի համար, որը բարի չի լինի նրանց հետ, որ խստությունը չարաշահում չէ, որ սահմաններն անհրաժեշտ են։ Բայց նրա ձայնն այժմ այլ էր։ Այլս չուներ այն անսասան վստահությունը։ Ինչ-որ բան ճաքում էր ներքում, մի բան, որը գուցե նույնիսկ ինքը չէր ուզում խոստովանել, որ գիտեր, որ սխալ է։ Անին լսեց ամեն ինչ, առանց ընդհատելու, սպասելով, որ Սոնան ավարտի, հետո պատասխանեց մի պարզ, բայց կործանարար հարցով։ Եվ դա արդյունք տվեց։ Այդ երեխաները, որոնց հետ դուք այդքան խիստ եք վարվել, նրանք ավելի պատրաստված են աշխարհին։ Թե նրանք պարզապես ավելի շատ են վախենում դրանից։ Սոնան չպատասխանեց։ Որովհետև պատասխանը չափազանց պարզ էր Միքայելի կակազելու, Սոֆիի ուրախություն զգալուց վախենալու, Լիլիթի ձմեռ պապից հորը վերադարձնելու խնդրանքի պատմություններում, որովհետև նա չէր զգում, որ արժանի է դա ուղղակիորեն խնդրելու։ Պատասխանը 12 հոգեբանական ուղեգրերում էր, հյուծված ծնողներում, դպրոցի մղձավանջներով արթնացող երեխաներում։ Անին շարունակեց, այժմ ավելի մեղմ ոչ թե խղճահարությամբ, այլ այն ցավոտ, բայց անհրաժեշտ ազնվությամբ, որը երբեմն իրական փոփոխության միակ ճանապարհն է։ Ընկեր, ես չգիտեմ, թե ինչն է ձեզ հասցրել այստեղ, այս կետին, որտեղ կրթելը դարձել է վերահսկել, որտեղ սովորեցնելը դարձել է տիրապետել, որտեղ հոգ տանելը դարձել է վնասել։ Չգիտեմ, արդյոք ձեզ նեղացրել է անցյալում որևէ ուսուցիչ, որը ձեզ հետ այդպես է վարվել, հիմա դուք կրկնում եք օրինաչափությունը, առանց նկատելու։
Չգիտեմ, արդյոք հոգնել եք մասնագիտությունից այսքան տարի հետո, կորցրել եք այն հմայքը, որը մի օր ունեցել եք, արդյոք կրթական համակարգը սպանել է ձեր հույսն ու կոչումը։ Չգիտեմ, արդյոք լուրջ անձնական խնդիրներ ունեք, որոնք թափվում են աշխատանքի վրա, արդյոք ձեր անձնական կյանքում ինչ-որ բան կա, որը ձեզ այնքան հիասթափեցնում է, որ այդ հիասթափությունը դուրս է գալիս այն երեխաների վրա, որոնք չեն կարող պաշտպանվել։ Ես չգիտեմ այդ բաները, որովհետև ձեզ խորապես չեմ ճանաչում։ Բայց մի բան գիտեմ բացարձակ վստահությամբ, սա պետք է անհապաղ դադարի։ Որովհետև յուրաքանչյուր երեխա, որն անցնում է ձեր դասարանով, մաքուր թուղթ չէ, որը սպասում է խստությամբ ձավորվելու, զինվորիկ չէ, որին պատերազմի համար են մարզում։ Նրանք փոքր, չափազանց խոցելի մարդիկ են, որոնք իրենց անհատականության, ինքնագնահատականի, աշխարհայացքի ձավորման առաջին տարիներում են։ Նրանք երեխաներ են, որոնք վստահում են, որովհետև նրանց սովորեցրել են վստահել, որ իրենց համար պատասխանատու մեծահասակները կհոգան, կպաշտպանեն, կսովորեցնեն սիրով հարգանքով, ոչ թե համակարգված կվնասեն նրանց, օրեցօր, դաս առ դաս։ Եվ երբ մեծահասակը կոտրում է այդ հիմնարար վստահությունը, երբ օգտագործում է այն հսկայական իշխանությունը, որն ունի 5-6 տարեկան երեխայի վրա, փոքրացնելու փոխարեն կառուցելու, ոչնչացնելու փոխարեն սնելու, հուզական վնասը կարող է տել մի ամբողջ կյանք, կարող է որոշել, թե ինչպես այդ մարդը կվերաբերվի հեղինակությանը, ուսմանը, երազելու սեփական ունակությանը մնացած իր գոյության ընթացքում։ Առաջին անգամ այն պահից, երբ այս ամբողջ փոթորիկը սկսվել էր, երբ ձայնագրությունը բացահայտվել էր, երբ ծնողները կազմակերպվել էին, երբ դատախազությունը տեղեկացվել էր, զոնան մնաց բացարձակ իսկական լռության մեջ։ Դա հակահարված պլանավորողի, պաշտպանություն պատրաստողի, արդարացումներ փնտրողի լռությունը չէր։ Այն չէր ուղեկցվում բացահայտ զայրույթով կամ պաշտպանական վրդովմունքով։ Դա այլ, ավելի խորը, ավելի ծանր լռություն էր։ Մի լռություն, որը գալիս էր գոյաբանական հյուծվածության մի վայրից, մեկից, ով չափազանց երկար ծանր դիմակ էր կրել վերջապես, ճշմարտության անխնա բացահայտման ճնշող բեռի տակ, այլս էներգիա չուներ այդ դիմակը տեղում պահելու։ Եվ գուցե, միայն գուցե, կար նա մի բանի սկիզբ, որը թույլ կերպով նման էր իր արածի, իր պատճառած վնասի, իր բացասաբար նշանավորած փոքրիկ կյանքերի իրական գիտակցմանը։ Դա դեռ լիարժեք զղջում չէր, ակնթարթային քավություն, ինչպես ֆիլմերում, բայց դա ճաք էր այն ժխտման կառույցում, որը նա կառուցել էր իր շուրջը։ Եվ ճաքերը, որքան էլ փոքր լինեն, փլուզման վերջնական վերակառուցման առաջին քայլն են։ Մինչդեռ իրավական գործընթացները շարունակվում էին։ Դատախազությունը տեղեկացվել էր, երեխայի դեռահասի իրավունքների գծով մասնագիտացված դատախազը ստանձնել էր գործը, դպրոցը պաշտոնական հետաքննության տակ էր։ Տեղական մամուլը բռնել էր պատմությունը, թե Արմանը խնդրել էր, որ երեխաներին չբացահայտեն, գործը հնչեղություն ստացավ որպես օրինակ, թե ինչպես են կրթական հաստատությունները երբեմն ձախողում աշակերտների պաշտպանության հարցում։ Ճնշումն անտանելի դարձավ։ Տիգրանը, Սոնայի բարեկամը հոգաբարձուների խորհրդում, ստիպված եղավ նահանջել։ Նրա քաղաքական պաշտպանությունն այլս չէր կարողանում զսպել ալիքը։ Եվ Գայանեն, հասկանալով, որ իր սեփական կարիերան վտանգի տակ է անգործության պատճառով, վերջապես կայացրեց այն որոշումը, որը պետք է կայացներ ամիսներ առաջ։ Վերջնականապես հեռացրեց Սոնային, պաշտոնական վարչական գործ բացեց, ընդհանուր ժողով հրավիրեց բոլոր ծնողների հետ, բացատրելու այն միջոցները, որոնք դպրոցը ձեռնարկում էր։ Ժողովը լարված էր, բայց անհրաժեշտ, լիցքավորված այն էլեկտրականությամբ, որը լինում է, երբ դժվար ճշմարտությունները պետք է բարձրաձայն ասվեն, երբ վերքերը պետք է բացվեն, որպեսզի կարողանան սպիանալ։ Դպրոցի փոքրիկ դահլիճը լեփ-լեցուն էր, ծնողները կանգնած էին պատերին հենված, քանի որ աթոռները չէին բավականացնում, բոլորն այն արտահայտությամբ, թե մի կողմից հուսով են, մյուս կողմից կասկածամիտ, մի կողմից ուզում են հավատալ, որ ամեն ինչ կլավանա, մյուս կողմից վախենում են, որ դա պարզապես հերթական ինստիտուցիոնալ թատրոն է։ Գայանեն բարձրացավ փոքրիկ իմպրովիզացված բեմ, ձեռքի խոսափողը թեթակի դողում էր, իր ողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ նա իսկապես խոցելի, իսկապես մարդկային տեսք ուներ, ոչ թե պարզապես վարչական գործիչ, թաքնված արձանագրությունների բյուրոկրատական արդարացումների հետում։ Նա հրապարակային ներողություն խնդրեց, դրանք այն դատարկ ներողությունները չէին, երբ մեկը կարդում է իրավաբանական բաժնի կողմից պատրաստված սցենարը դատական գործերից խուսափելու համար։ Դրանք անկատար, կտրատվող ներողություններ էին, որտեղ նա բացահայտորեն ընդունեց, որ ձախողվել է։ Որ նա գերադասել է ինստիտուցիոնալ արտաքին տեսքի պահպանումը երեխաների իրական բարեկեցությունից։
որ նա ընտրել է տագնապի ազդանշաններն անտեսելու ամենահեշտ ճանապարհը, որովհետև ճշմարտությանը դիմակայելը կնշանակեր ներքին կոնֆլիկտ, կնշանակեր ընդունել, որ համակարգը կոտրված է, կնշանակեր կայացնել դժվար որոշումներ, որոնք կարող էին վտանգել իր սեփական դիրքը։ Որ նա թույլ է տվել, որ ներքին քաղաքականությունը, ազգակցական կապերը, վարչական հարմարավետությունը ավելի կարևոր լինեն, քան այն աշակերտների պաշտպանությունը, որոնք իր պատասխանատվության տակ էին։ Որ նա ձախողվել է ցանկացած մանկավարժի, ցանկացած երեխաների համար պատասխանատու մեծահասակի ամենահիմնական հիմնարար առաքելության մեջ, նրանց անվտանգ պահել, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Դրանք կատարյալ ներողություններ չէին, ճիշտ է, կախարդականորեն չէին ջնջում այն, ինչ տեղի էր ունեցել, չէին վերացնում այն տրավման, որը մի քանի երեխա ձեռք էր բերել, չէին վերադարձնում լուր տառապանքի ամիսները կամ տարիները։ Բայց դրանք մի այլ բանի իրական սկիզբ էին։ Դրանք ինստիտուցիոնալ ձախողման հանրային պաշտոնական ճանաչում էին։ Դրանք իշխանության դիրքում գտնվող մեծահասակի խոստովանությունն էին, որ նա լրջորեն սխալվել է։ Եվ դա, այդ համատեքստում, այդ դպրոցում, այդ համակարգում, ինչ-որ կարևոր բան էր նշանակում։ Արմանը ժողովին էր, նստած Լիլիթի կողքին, որին բերել էր, որովհետև կարող էր համարում, որ նա տեսնի, որ մեծահասակները նույնպես սխալվում են, բայց կարող են պատասխանատվություն ստանձնել, փորձել ուղղել։ Լիլիթը ամուր բռնել էր հոր ձեռքը ժամանակ առ ժամանակ նայում էր նրան, կարծես ստուգում էր, թե արդյոք նա իսկապես այնտեղ է, իսկապես ներկա, իսկապես իր կողքին։ Ժողովի վերջում Գայանեն հայտարարեց փոփոխությունների մասին։ Ծնողների աշակերտների բողոքների համար ավելի խիստ արձանագրության ներդրում, դասասենյակների ավելի սերտ վերահսկողություն, մանկական հոգեկան առողջության վերաբերյալ պարտադիր վերապատրաստում բոլոր ուսուցիչների համար մեկ հոգեբանի ընդունում, Անիին օգնելու համար։ Դա կատարյալ չէր, ամեն ինչ չէր լուծում, բայց դա շարժում էր ճիշտ ուղղությամբ։ Ժողովից հետո մի քանի մայրեր մոտեցան Արմանին, շնորհակալություն հայտնելու։ Կարինեն ասաց, արցունքներն աչքերին։ Շնորհակալ եմ, որ չհանձնվեցիք։ Շնորհակալ եմ, որ ձեր ունեցած առավելությունն օգտագործեցիք աղմուկ բարձրացնելու համար։ Մեզանից շատերն ուզում էին, բայց քաջություն չունեին, ռեսուրսներ չունեին, լսելի ձայն չունեին։ Դուք ճանապարհ բացեցիք։ Եվ հիմա մենք կարող ենք միասին քայլել։ Արմանը առաջին անգամ լիովին հասկացավ, թե ինչ էր խնդրել Լիլիթը նամակում։ Խոսքը միայն նրա ֆիզիկապես ներկա լինելու մասին չէր։ Խոսքը նրա ներկայությունը, նրա ուժը, նրա ձայնն օգտագործելու մասին էր, իրական փոփոխություն բերելու այն մարդկանց կյանքում, որոնց սիրում էր, նույնիսկ նրանց, որոնց չէր ճանաչում։ Խոսքը առավելության հետ եկող պատասխանատվության մասին էր։ Այդ գիշեր տանը, այն բնակարանում, որը նախկինում պարզապես մի վայր էր, որտեղ Արմանը մի քանի ժամ քնում էր մի հանձնարարությունից մյուսը, բայց որն այժմ վերածվում էր իսկական տան, նա պատրաստեց Լիլիթի սիրելի ընթրիքը։ Մակարոն պարզ լոլիկի սոուսով, շատ հասարակ, ոչ մի բարդ բաղադրատոմս աստղային խոհարարից կամ թանկարժեք ներմուծված բաղադրիչներ։ Պարզապես մակարոն, թարմ կտրատված լոլիկներ, ձիթայուղի մեջ տապակած սխտոր, ռեհան, որը միասին տնկել էին պատշգամբի ծաղկամանում, աղ, թարմ աղացած սպղպեղ։ Ոչ մի բարդ բան, ոչ մի ինստագրամային բան, բայց պատրաստված լիակատար ուշադրությամբ, խտացված սիրով, այն ձեռքերով, որոնք նախկինում միայն պայմանագրեր էին ստորագրում ձեռք սեղմում բիզնես հանդիպումներում, այժմ նա զգուշությամբ լոլիկներ էին կտրատում։ Դանդաղ խառնում կաթսան, համտեսում համեմունքները կարգավորում, անելով այն առօրյա թվացյալ աննշան բաները, որոնք կառուցում են իրական մտերմություն։ Նրանք միասին կերան խոհանոցի սեղանի շուրջ, ոչ թե պաշտոնական հսկայական ճաշասենյակում, որը գրեթե երբեք չէին օգտագործում, որովհետև չափազանց մեծ էր, չափազանց սառը, չափազանց լի թանկարժեք, բայց հիշողություններից դատարկ դեկորատիվ իրերով։ Խոհանոցում, պարզ ափսեներով, թղթե անձեռոցիկներով, հյութի բաժակներով, նրանք զրուցեցին միաժամանակ փոքր-մեծ բաների մասին։ Լիլիթը պատմեց նկարչության դասի մասին, որտեղ նա նկարել էր երջանիկ ընտանիք, նոր ուսուցչուհին գովել էր նրա օգտագործած վառ գույները։ Պատմեց զրույցի շրջանակի մասին, թե որքան լավ էր կարողանալ խոսել այն բաների մասին, որոնք զգում էր, առանց դատվելու կամ պատժվելու վախի, այն մասին, թե ինչպես մյուս երեխաները նույնպես իրեն նման պատմություններ ունեին, այն մասին, թե ինչպես էր ազատագրող եղել բացահայտելը, որ մենակ չէ, այն մասին, թե ինչպես էր իր մեջ հիմնարար բան փոխել սովորելը, որ իր զգացմունքները վավեր են։ Եվ հետո մակարոնի մի պատառաքաղից մյուսը, բերանի անկյունից մի փոքր հոսող սոուսով, նա մի բան ասաց, որը Արմանը կպահեր իր սրտում, բրոնզով փորագրված, մնացած կյանքի ընթացքում։ Հայրիկ, գիտես այն նամակը, որը ես գրել էի ձմեռ պապին անցյալ տարի։ Այն, որը ուսուցչուհին պատռեց։ Կարծում եմ, նա այնուամենայնիվ ստացել է։
Ոչ այնպես, ինչպես ես ակնկալում էի, երբ գրում էի, ոչ թե մուլտֆիլմի կախարդանքով, երկնքով թռչող եղնիկներով սահնակով։ Բայց նա ինչ-որ կերպ ստացել է։ Որովհետև դու հիմա այստեղ ես։ Դու վերադարձել ես։ Ոչ միայն ֆիզիկապես ես վերադարձել, այլ իսկապես, ամբողջ սրտով։ Արմանը ստիպված եղավ վեր կենալ երկար գրկել աղջկան, որովհետև բառերը խրվել էին կոկորդում, միայն գրկախառնությունն էր կարողանում ասել այն, ինչ նա զգում էր։ Եվ հենց այդ գրկախառնության մեջ նա հասկացավ, որ վերականգնել է ոչ միայն հարաբերությունները աղջկա հետ, այլ իր մի մասը, որը մոռացել էր, որ գոյություն ունի, այն մասը, որը գիտեր, որ հաջողությունը չի չափվում փողով կամ կարգավիճակով, այլ նրանով, թե որքան սեր կարող ես տալ ստանալ, քանի կյանքի կարող ես դրականորեն անդրադառնալ, որքան իրական ներկայություն կարող ես առաջարկել։ Մի քանի շաբաթ անց նորից եկավ դեկտեմբերը։ Մի ամբողջ տարի էր անցել պատռված նամակից։ Դպրոցը տարբեր էր։ Սոնան այլս այնտեղ չէր, վերջնականապես հեռացել էր, ըստ լուրերի, ինքն էր հոգեբանական բուժում անցնում, զբաղվելով իր սեփական վերքերով, որոնք պրոյեկտել էր երեխաների վրա։ Նոր ուսուցչուհի էր ստանձնել դասարանը, մի երիտասարդ էներգիայով լի կին, որը հավատում էր, որ սովորեցնելը ոգեշնչելու մասին է, ոչ թե վերահսկելու։ Դպրոցը տարեվերջյան տոնակատարություն կազմակերպեց, այս անգամ այլ կերպ արեցին։ Փոխանակ պարզապես խնդրելու երեխաներին ձմեռ պապին նյութական խնդրանքներով նամակներ գրել, խնդրեցին, որ շնորհակալական նամակներ գրեն։ Մեկին, ով փոփոխություն է բերել իրենց կյանքում, ով ներկա է եղել, ով ինչ-որ կերպ օգնել է։ Լիլիթը գրեց իր նամակը դասարանում, ջանասիրաբար, եզրերին ծաղիկներ նկարելով։ Եվ երբ ուսուցչուհին խնդրեց, որ ցանկացողները կիսվեն, Լիլիթը առանց վախի ձեռք բարձրացրեց։ Կարդաց բարձրաձայն այն ձայնով, որը նախկինում դողում էր, բայց այժմ վստահ էր։ Սիրելի հայրիկ, շնորհակալ եմ, որ վերադարձար։ Շնորհակալ եմ, որ ամեն օր ինձ հետ ընթրում ես։ Շնորհակալ եմ, որ ինձ դպրոցից վերցնում ես։ Շնորհակալ եմ, որ հարցնում ես, օրս ինչպես է անցել։ Շնորհակալ եմ, որ ինձ իսկապես լսում ես։ Դու միշտ իմ հայրն ես եղել, բայց հիմա դու հայրիկ ես։ Եվ դա լավագույն նվերն է, որ կարող էի ստանալ։ Դասարանը ծափահարեց։ Ուսուցչուհու աչքերում արցունքներ կային։ Եվ Արմանը, որը հրավիրվել էր տոնակատարությանը, նստած էր դասարանի հետում մյուս ծնողների հետ, զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում լավ իմաստով, այնպես, ինչպես սեղմվում է, երբ հասկանում ես, որ կարողացել ես ինչ-որ ճիշտ բան անել, որ կարողացել ես ուղղել մի բան, որը կոտրված էր։ Ներկայացումից հետո երեխաները անակնկալ ունեին։ Նրանք փոքրիկ ներկայացում էին պատրաստել այն մասին, թե որքան կարող է ունենալ մեծահասակներ, որոնք լսում են, վավերացնում, հոգ տանում։ Դա պարզ էր, մի քիչ ծուռումուռ, ինչպես երեխաներն են անում, բայց գեղեցիկ էր իր անկեղծությամբ։ Միքայելը գլխավոր դերերից մեկն ուներ, կարողացավ ասել բոլոր խոսքերը, առանց կակազելու։ Սոֆին բացահայտ ժպտում էր, առանց ուրախություն ցուցաբերելու վախի։ Իզաբելլան մասնակցում էր, ոչ թե անկյունում թաքնված։ Զրույցի շրջանակի բոլոր երեխաներն այնտեղ էին, կենդանի, մասնակցող, լինելով երեխաներ այնպես, ինչպես միշտ պետք է լինեին։ Տոնակատարության վերջում Արմանը մի որոշ ժամանակ զրուցեց մյուս ծնողների հետ։ Նրանք աջակցության խումբ էին ստեղծել, որը հավաքվում էր ամսական մեկ անգամ, խոսելու ծնողական մարտահրավերների մասին, կիսվելու փորձով, իրար օգնելու։ Նրանք այլս պարզապես մեկուսացված ծնողներ չէին, որոնք մենակ էին զբաղվում խնդիրներով։ Նրանք համայնք էին։ Անին նույնպես տոնակատարությանն էր, դիտելով ամեն ինչ այն ժպիտով, որը բնորոշ է մեկին, ով գիտի, որ իր աշխատանքը արդյունք է տալիս։ Արմանը մոտեցավ նրան շնորհակալություն հայտնեց։ Դուք փրկեցիք իմ աղջկան։ Փրկեցիք մի քանի երեխայի։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել։ Անին գլուխը թափ տվեց։ Ես ոչ ոքի չեմ փրկել։ Ես պարզապես տարածք տվեցի, որպեսզի նրանք իրենց փրկեն։ Եվ դուք արեցիք ամենակարևոր մասը, օգտագործեցիք ձեր ձայնը, երբ կարող էիք լուռ մնալ։ Հենց դա է իրական փոփոխություն բերում։ Երբ տոնակատարությունն ավարտվեց, դպրոցը սկսեց դատարկվել, Արմանն ու Լիլիթը միասին քայլեցին դեպի մեքենան, ձեռք ձեռքի տված։ Արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն, օդում նոր սկզբի, փակվող, բայց մեկ այլ բացվող շրջանի զգացողություն կար։ Մեքենայում Լիլիթը հարցրեց. Հայրիկ, հաջորդ տարի ես մեկ այլ նամակ եմ գրելու ձմեռ պապին։ Բայց այս անգամ այլ կերպ է լինելու։
Ինչ ես գրելու, հետաքրքրությամբ հարցրեց Արմանը։ Լիլիթը մի պահ մտածեց, հետո ասաց. Խնդրելու եմ, որ մյուս երեխաներն էլ ներկա հայրեր ունենան։ Որ մյուս դպրոցները լավ ուսուցչուհիներ ունենան։ Որ այլս ոչ ոք երեխայի երազանքները չպատրի։ Կարծում ես, ձմեռ պապը կարող է դա անել։ Արմանը ժպտաց, այն ժպիտով, որը գալիս էր խորը իսկական տեղից։ Կարծում եմ, ձմեռ պապը մենակ չի կարող ամեն ինչ անել։ Բայց կարծում եմ, որ երբ մարդիկ միանում են, երբ օգտագործում են իրենց ձայները, երբ որոշում են, որ կարելի է ավելի լավ անել, այն ժամանակ այո, ամեն ինչ փոխվում է։ Եվ մենք կարող ենք լինել այդ փոփոխության մի մասը։ Դու արդեն եղել ես այդ փոփոխության մի մասը, Լիլիթ։ Դու քո քաջությունը, գրելու այդ նամակը, խնդրելու այն, ինչի կարիքն ունեիր։ Նրանք մեքենայով գնացին տուն, մինչ քաղաքը վառում էր իր լույսերը։ Եվ այդ գիշեր նրանք նորից միասին ընթրեցին, զրուցեցին օրվա մասին, ծիծաղեցին հիմար կատակների վրա, պլաններ կազմեցին արձակուրդների համար։ Պարզ բաներ։ Փոքր բաներ։ Բաներ, որոնք կյանքն արժեքավոր են դարձնում։ Լիլիթն այդ գիշեր հանգիստ քնեց, առանց մղձավանջների, առանց վախի, գրկած փափուկ արջուկին ժպիտը շուրթերին։ Եվ Արմանը մի որոշ ժամանակ նայում էր նրա քնին, մտածելով, թե ինչպես քիչ մնաց կորցներ դա, թե ինչպես քիչ մնաց թույլ տար, որ տարիներն անցնեն, առանց իսկապես ներկա լինելու, թե ինչպես մի պատրված նամակ, մի փոքրիկ աղջկա քաջությունը փոխեցին ամեն ինչ։ Նա վերցրեց այն բնօրինակ նամակի կտորները, որոնք պահել էր դարակում, այն կտորները, որոնք հավաքել էր դասարանի հատակից այն օրը, որը հավերժություն էր թվում։ Փորձել էր դրանք նորից կպցնել, թե այն ամբողջությամբ կարկատված էր, լի կպչուն ժապավենի հետքերով, կարելի էր կարդալ։ Նորից պահեց, բայց այժմ ոչ թե որպես ցավի հիշողություն, այլ որպես փոխակերպման հիշողություն։ Որ երբեմն բաները պետք է կոտրվեն, որպեսզի մենք հասկանանք, թե որքան կարևոր են դրանք։ Որ երբեք ուշ չէ ուղղելու այն, ինչ սխալ է, ներողություն խնդրելու, ուղղությունը փոխելու, ներկա լինելու։ Եվ մինչ Երանը քնում էր դրսում, իր միլիոնավոր միաժամանակ տեղի ունեցող պատմություններով, այդ բնակարանի ներսում խաղաղություն էր։ Մի խաղաղություն, որը նվաճվել էր, կառուցվել աղյուս առ աղյուս, խոսակցություն առ խոսակցություն, ընթրիք առ ընթրիք, ներկայություն առ ներկայություն։ Մի խաղաղություն, որը գալիս էր իմանալուց, որ, չնայած բոլոր սխալներին, չնայած բոլոր ձախողումներին, դեռ ժամանակ կար այլ կերպ անելու։ Դեռ ժամանակ կար լինելու այն հայրը, մայրը, մեծահասակը, մարդը, որի կարիքն ունեին երեխաները։ Դեռ ժամանակ կար նամակների խնդրանքները ապրված իրականության վերածելու։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լիլիթի Արմանի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք փոխակերպման ներկայության այս ճանապարհորդությունից, եթե ինչ-որ բան զգացիք, հետելով այս ընտանիքին, որը սովորում էր, թե ինչն է իրականում կարևոր, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Լիլիթի քաջությունը, գրելու այդ նամակը։ Արմանի փոխակերպումը բացակայող գործարարից ներկա հոր։ Թե մյուս երեխաների ուժը միասին ձայն գտնելու։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը, որոնք ստիպում են մեզ մտածել մեր սեփական կյանքի ընտրությունների մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում նոր պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ մտածել, թե ինչն է իրականում կարևոր։